Առաջին անգամ 25 տարվա ընթացքում կինը, որին բոլորն անվանում էին խորտակիչ, նստեց տեսախցիկի առջև։ Նրա սենյակը հոտոտ, ծխախոտով լի, ֆոտոշարքերով առասպելացած պատերով, որտեղ Օֆելիան ժպտում էր իր մանկական երազներով։ Այս կինը պնդում է, իր տեսակետը լիովին ոչնչացնում է լեգենդը։ Նա ասում է, նրան օգնեցին ընկնել։ Երբ լուսավորիչները մարվեցին եւ տեսախցիկը սկսեց հաշվարկը, նրա ձայնը դողում էր, բայց աչքերը սառույց։ Նա սկսեց խոսել Օֆելիայի վերջին տարիների մասին, այն ամենի մասին, ինչը մնում էր շքեղ հյուրասրահների դռների հետևում։ Ով ստիպեց նրան ստորագրել այն երկար թղթերը, երբ նա արդեն չէր կարողանում կարդալ անունները։ Ինչու բոլոր գումարները հոսում էին մեկ անհատական հաշվի մեջ, որին մուտք ուներ միայն մեկը։ Ինչու վերջին ամիսներին Օֆելիան պահպանված էր իր սեփական տան ներսում, ինչպես բանտարկյալը։ Այս կինը պատմում է, Օֆելիան աղաղակում էր օգնության, բայց ոչ ոք չլսեց։ Բոլորը զբաղված էին հաշվարկով հաջորդ շրջագայության եկամուտները։ Օֆելիան էր երգչուհին, ով տասնամյակներ շարունակ լցնում էր հսկայական դահլիճները։ Նրա ձայնը բարձրանում էր երկնային բարձունքներում, իսկ ժողովուրդը դողում էր հիացմունքից։ 300-ից ավելի համերգներ տարեկան, տասնյակ սկավառակներ, որոնք վաճառվում էին միլիոնական տպաքանակներով։ 3 տասնամյակ անընդհատ լույսի մեջ, սոֆիթների, կրկնակի անձանց ու վատ գաղտնիքների։ Բայց երբ նա լռեց, ընդմիշտ պարզվեց մի սարսափելի ճշմարտություն։ Նրա բանկային հաշիվներում գրեթե ոչինչ չկար։ Ոչ բրիլյանտներ, ոչ թանկարժեք ակնոցներ, ոչ տնային գույք։ 0 դրամ։ Ոչինչ։ Ինչպես է հնարավոր։ Ուր անհետացան այդ ամենը։ Մենք ստացանք մուտք գաղտնի փաստաթղթեր, որոնք գտնվում էին փակ պահարաններում, ֆինանսական հաշվետվություններ, որոնք երբեք չհրապարակվեցին, պայմանագրեր, ստորագրված արյունով եւ ստորագրությամբ, որի տերը արդեն չէր կարողանում դիմադրել։ Այս փաստաթղթերը պատմում են բոլոր ճշմարտությունը, ինչպես մի կինը, ով ողողում էր բեմը իր տաղանդով, կողոպտվեց հենց իր ամենամոտ մարդկանց կողմից։ Այս դառը պատմությունը ոչ թե հեքիաթ է, այլ փաստացի հանցագործություն, կատարված բաց երկնքի տակ։ Օֆելիան ծնվել է 1925 թվականին, փոքր քաղաք, աղքատություն եւ մեկ հսկայական երազ՝ երգել։ Նրա ձայնը հնչում էր այնպես, որ հարևանները դադարում էին աշխատանքը եւ մոտենում պատուհաններին։ 14 տարեկանում նա արդեն հայտնի էր տեղական մշակույթի տներում։ 16-ում անցել էր կենտրոնական հեռուստատեսության առաջին փորձը։ Իսկ 20 տարեկան հասակում արդեն ստորագրել իր առաջին պայմանագիրը մի մարդու հետ, որը խոստացավ դարձնել նրան աստղ։ Այդ մարդու անունը Սերգեյ Բարսեղյան։ 50 տարեկան ընկերական ժպիտ, կոշիկներ, միշտ փայլեցնված։ Նա արդեն ուներ կապեր երաժշտական աշխարհում։ Նա գիտեր ում պետք է լսել, ում պետք է փակել բերանը։ Օֆելիան հանդիպեց նրան 1945-ին մի փոքրիկ կաֆեում, որտեղ նա երգում էր ընկերների համար։ Սերգեյն լսեց նրան եւ մի րոպեում հասկացավ դա ոսկե հանք է, բայց ոչ թե Օֆելիայի համար, այլ իր սեփական դրամապանակի համար։ Նա մոտեցավ եւ ասաց. «Դու կկործանես աշխարհը, եթե ինձ հետ գաս»։ Օֆելիան թարմ եւ հավատացող համաձայնվեց։ Նա ստորագրեց պայմանագրի առաջին էջերը, որտեղ մանր տառերով գրված էր. բոլոր եկամուտները կբաշխվեն հետևյալ սկզբունքով. 80% մենեջերին, 20% արտիստուհուն։ Նա ասաց. «Սա ստանդարտ է սկզբում, հետո կփոխենք», բայց հետո երբեք չեկավ։ Օֆելիան սկսեց վերելքը, որը տևեց 30 տարի։ Առաջին մեծ համերգը 1946-ն էր Երևանում, 3000 տեղանոց դահլիճում։ Տոմսերը վաճառվեցին 2 օրում։ Մարդիկ արդեն խելագարում էին նրա ձայնից։ Երբ նա սկսեց երգել, դահլիճը լռեց այնպես, որ լսվում էր թռչունների հեռու ճչացը։ Կանայք արտասվեցին, տղամարդիկ կանգնեցին։ Երբ վերջացավ, 1 րոպե լռություն, ապա պայթյուն ծափերից։ Բայց Օֆելիան տուն վերադարձավ մենակ։ Սերգեյն մնաց հաշվարկելու գումարները, վճարելու աշխատողներին եւ ըստ նրա խոսքերի առանձնացնելու Օֆելիայի բաժինը։ Բայց երբ նա հարցրեց, որտեղ են իր 20%-ները, Սերգեյն ծիծաղեց եւ ասաց. «Դու պետք է հասկանաս, թանկագինս, մենք արդեն վճարել ենք երաժիշտներին, սցենայի վարձը գովազդ է։ Մնացածը գնում է հաջորդ ծրագրերի վրա, քո բաժինը կառաջանա հետո»։ Երբ դարձանք հայտնի։ Օֆելիան սպասեց։ Նա ապրում էր փոքր բնակարանում, որտեղ խոնավություն էր ու տանիքը կաթում էր անձրևներից։ Նա շարունակեց երգել 2, 3, 5 անգամ շաբաթական։ Շրջագայություններ ամբողջ երկրով, ապա սկսեցին արտերկրյա հրավերներ՝ Փարիզ, Մոսկվա, Լոս Անջելես։ Նրա անունը բարձրացավ միջազգային հորիզոնում։
բայց նրա դրամապանակը մնում էր դատարկ։ Որովհետև Սերգեյ Բարսեղյանը գիտեր խաղը։ Նա հմուտ էր թաքցնում գումարները օֆշորային հաշիվներում, գրանցում մեկ այլ անուններով, ձևացնում, որ ծախսերը ավելի են, քան իրականում։ Օֆելիան չհարցրեց։ Նա հավատում էր, որ Սերգեյն նրա հոգատարն է, նրա ամենամոտը։ Նա չէր կարծում, որ ով որ փրկում է քեզ, կարող է նաև կողոպտել։ Եվ ահա մեկ օր, 1967-ին, Օֆելիան հանդիպեց մի տղամարդու, ով փոխեց նրա կյանքը։ Անունը Նորայր։ Նա էր բժիշկ, ընտանեկան մարդ, որը պատահաբար եկել էր նրա համերգին։ Երբ նրանք հանդիպեցին հետո կուլիսներում, որտեղ Նորայրը բերված էր մի ընկերի կողմից, Օֆելիան տեսավ մի հայացք, որը չէր փնտրում փառք։ Նա տեսավ մի պարզ, խիստ տղամարդու, որը հայելու մեջ նայեց եւ ասաց. «Դու հրաշալի երգեցիր, բայց ինչու տխուր ես»։ Օֆելիան ապշեց։ Ո՞վ էր հարցնում դա։ Բոլորը միշտ ուզում էին լուսանկարներ, ստորագրություններ, ժպիտներ, բայց այս տղամարդը տեսնում էր ներսում։ Նրանք սկսեցին խոսել։ Առաջին ժամը վերածվեց երկրորդ, ապա երրորդ։ Նորայրն իմացավ նրա կյանքի մասին, անվերջ համերգներն ու դատարկ ապագան։ Նա ասաց. «Դու պետք է խոսես իրավաբանի հետ, քո պայմանագիրը անարդար է»։ Բայց Օֆելիան վախեցավ։ Նա ասաց. «Սերգեյն իմ ամենամոտն է, նա իմ հայրն է, եղբայրը, պաշտպանը, ես չեմ կարող նրան դավաճանել»։ Նորայրը ոչինչ չասաց, բայց նա սկսեց տեսնել խորքերը, որտեղ Օֆելիան փակված էր մի ոսկե վանդակում։ Նորայրն ու Օֆելիան սկսեցին հանդիպել գաղտնի։ Սերգեյն այլ երկրում էր, կազմակերպում հաջորդ շրջագայությունը։ Նրանք երբեմն քայլում էին գիշերները, երբեմն նստում լուռ կաֆեներում, որտեղ ոչ ոք ճանաչում էր նրանց։ Նորայրը խոսում էր իր երազանքների մասին, բուժել մարդկանց, ովքեր կորցրել են հույսը։ Օֆելիան լսում էր եւ երազում նորմալ կյանքի մասին։ Եվ հետո, 5 ամիս անց, նրանք սիրահարվեցին։ Սերգեյն իմացավ առաջինը։ Նրան զանգահարեց մի հոդվածագիր, ով տեսել էր նրանց միասին։ Սերգեյն վերադարձավ 2 օրում։ Նա մտավ Օֆելիայի պարուրների սենյակը եւ չեղարկեց հաջորդ համերգը։ Նա ասաց. «Մենք պետք է խոսենք։ Դու ինձ դավաճանում ես»։ Օֆելիան չհասկացավ, ինչու սերը դավաճանություն է։ Նա բացատրեց. «Իմ անձնական կյանքն իմն է»։ Բայց Սերգեյն պնդեց. «Ոչ, քո ամեն շունչը, քո ամեն ժպիտը, քո սերը, բոլորը պատկանում են ծրագրին։ Մենք ստեղծեցինք քեզ, դու չես կարող ինքդ քեզ ծրել»։ Եվ այդ գիշեր Սերգեյը պահանջեց, որ Օֆելիան ընտրի կամ Նորայրը, կամ ապագան։ Նա ասաց. «Եթե մնաս այդ տղամարդու հետ, ես կքանդեմ քո կարիերան։ Ես կասեմ բոլոր պրոդյուսերներին, որ դու անհուսական ես։ Ես կվերացնեմ քո սկավառակները շուկայից, դու կվերածվես ոչնչության։ Ընտրիր»։ Իսկ Օֆելիան, թարմ սիրով լի, կանգնեց եւ ասաց. «Ես ընտրում եմ Նորայրին»։ Սերգեյը դուրս ելավ եւ լռեց 2 շաբաթ։ Մարդիկ կարծում էին, որ դա վերջն է։ Բայց Սերգեյը խաղում էր ավելի երկար խաղ։ Նա տարածեց լուրեր, որ Օֆելիան հիվանդ է, որ նրա ձայնը վնասվել է գերաշնորհից։ Համերգները չեղարկվեցին մեկը մյուսի հետևից։ Փողը դադարեց հոսել։ Եվ առաջին անգամ Օֆելիան տեսավ, ում դեմն է նա կանգնած։ Բայց նա չսարսափեց։ Նա ամուսնացավ Նորայրի հետ 1968-ին։ Պարզ արարողություն, 20 հյուրեր, երանության արտասուքներ։ Նրանք գնացին փոքր տուն, հեռու քաղաքից, որտեղ կարելի է շնչել։ 2 ամիս նրանք ապրեցին այնպես, որ Օֆելիան հիշեց, ինչ է նշանակում լինել ազատ։ Բայց փողը վերջացավ։ Նորայրի աշխատանքը բավարար չէր 2 հոգու համար։ Օֆելիան ստիպված էր վերադառնալ։ Բայց ում մոտ։ Ով էր պատրաստ տալ նրան աշխատանք հիմա, երբ Սերգեյ Բարսեղյանը ասել էր նա անօգուտ է։ Եվ հենց այդ ժամանակ հայտնվեց երկրորդ մարդը։ Մի կին, անունով Գոհար Մարտիրոսյան։ Նա էր երիտասարդ մենեջեր, որը պնդում էր, որ կարող է վերականգնել Օֆելիայի կարիերան։ Գոհարը մոտեցավ նրանց տուն մի անձրևոտ օր եւ ասաց. «Ես տեսա քո վերջին համերգը։ Դու աստված ես բեմի վրա։ Ինձ հետ դու կվերադառնաս այնտեղ, որտեղ քեզ լինել»։ Առանց Սերգեյի, առանց կեղտոտ խաղերի։ Օֆելիան նայեց Նորայրին։ Նա ասաց. «Մենք պետք է փորձենք»։ Նորայրը համաձայնեցավ։ Երկուսով նստեցին Գոհարի հետ եւ լսեցին նոր պայմանագիրը։ Այս անգամ բաժանումը 50-50 էր։ Առաջին անգամ Օֆելիան տեսավ արդարություն։ Բայց ինչպես պետք էր վստահել։ Ինչպես պետք էր իմանալ թքեր իմանալ, որ Գոհարը չէր լինի երկրորդ Սերգեյը։ Օֆելիան պահանջեց մեկ պայման։
Բոլոր ֆինանսական փաստաթղթերը կլինեն թափանցիկ եւ Նորայրը կստանա մուտք։ Գոհարը ժպտեց եւ ասաց. Համաձայն եմ։ Իսկ այդ ժպիտը պարունակում էր ստեր, որոնք կփոթորկվեին տարիներ անց։ Օֆելիան վերադարձավ բեմը 1969-ին։ Նոր համերմերգներ, նոր հանդիսատես եւ նոր հույսեր։ Գոհարը իսկապես տաղանդավոր էր մենեջմենթում։ Նա գտնում էր լավագույն դահլիճները, բանակցում լավագույն պայմաններով եւ փողը սկսեց գալ։ Առաջին անգամ Օֆելիան տեսավ իր հաշվին թվեր, իրական թվեր։ Նա գնեց տուն Նորայրի հետ։ Մի փոքր, բայց իրենցը։ Նրանք երազում էին երեխայի մասին։ Բայց Գոհարը ուներ իր գաղտնիք։ Նա 5 կապեր ուներ Սերգեյի հետ։ Երկուսն էլ սովորել էին նույն համալսարանում։ Երկուսն էլ համաձայնել էին խաղի մեջ, որտեղ Օֆելիան պիեսան էր։ 2 տարի անց 1571-ին Օֆելիան ծննդաբերեց մի աղջիկ, անունով Տաթևիկ։ Իսկ այդ երջանկության օրը նշանակում էր նաև մեկ այլ բանի սկիզբ՝ ամենաերկար գաղտնի փաստաթղթերի շղթայի։ Գղթայի Գոհարը մոտեցավ Օֆելիային հիվանդանոցում եւ ասաց. «Մենք պետք է պահպանենք Տաթևիկի ապագան։ Կստորագրես մի փաստաթուղթ, որտեղ բոլոր հեղինակային իրավունքները եւ շահերը կգնան Թրաստի հաշիվ, որը նրա համար է»։ Օֆելիան, հյուծված ցավից եւ խնդախառն արցունքներից, ստորագրեց։ Նա չկարդաց մանր տառերը, որտեղ Թրաստի հաշիվը կառավարվում էր Գոհարի անունով։ Նորայրը փորձեց կանգնեցնել։ Նա ասաց. «Օֆելիա, սա ուրիշ լեզվով է գրված։ Մենք պետք է հրավիրենք իրավաբան»։ Բայց Գոհարը համոզեց. «Սա ստանդարտ է։ Բոլոր մեծ արտիստները անում են այդպես։ Քո աղջկան ապագան անվտանգ կլինի»։ Եվ Օֆելիան, ով ուզում էր հավատալ լավին, համաձայնեցավ։ Համերգները շարունակվեցին, բայց հիմա Օֆելիան խնդրում էր ավելի քիչ ելույթներ, որպեսզի անցկացնի ժամանակ Տաթևիկի հետ։ Գոհարը հակառակ էր։ Նա պնդում էր. «Հիմա լավագույն ժամանակն է վաստակելու։ Ով գիտես, որ քո ձայնը տևական կլինի»։ Օֆելիան զիջեց։ Նա մտածում էր աղջկան մասին։ Որքան շատ փող, այնքան լավ կլինի Տաթևիկին։ Բայց ամեն անգամ, երբ նա վերադառնում էր տուն, Տաթևիկը քնած էր։ Որքան անգամ նա սեղմում էր մանկան դեմքը, այնքան նա զգում էր, թե ինչպես կորցնում է տարիները։ Նորայրը նույնպես տխրում էր։ Նա սկսել էր խմել։ Առաջին անգամը մի բաժակ գինի էր պարզապես հանգստանալու համար, հետո 2 բաժակ, հետո շիշ։ 1976 թվականին Օֆելիան նկատեց, որ Նորայրը հեռանում է։ Նրանք խոսում էին քիչ։ Երբ նա փորձում էր մոտենալ, Նորայրը ասում էր. «Ես հոգնած եմ, գնացի քնելու»։ Օֆելիան չհարցրեց խորը։ Նա երևի մախենում էր պատասխանից, եւ գիշերները նա նստում էր մենակ եւ մտածում, թե արդյոք արժեր այդ ամենը։ Արդյոք փառքը, փողը, ամեն ինչը արժե զոհել ամուսնու ժպիտը, աղջիկա առաջին խոսքերը։ Նա չգիտեր պատասխանը, բայց Գոհարը գիտեր։ Նա արդեն 10 տարի այդ պլանը կազմում էր Սերգեյի հետ միասին։ Նրանք սպասում էին պահին, երբ Օֆելիան կկտրվի բոլորից եւ կմնա միայն նրանց ձեռքերում։ Եվ հենց այդ պահը մոտենում էր։ 1987-ին Նորայրը տեղափոխվեց հիվանդանոց մի սուր լյարդի ճգնաժամից։ Բժիշկները ասացին, երբ նա շարունակի խմել այս ռիթմով, նա չի ապրի 5 տարի։ Օֆելիան կործանվեց։ Նա դադարեց բոլոր համերգները 1 ամսով եւ նստեց Նորայրի կողքին։ Նրանք խոսեցին առաջին անգամ երկար ամիսներից։ Նորայրը լաց եղավ եւ ասաց. «Ես ծուլ մարդ եմ։ Ես չեմ կարողացել պահել ընտանիքս։ Դու բոլորը անում ես։ Ես ուղղակի զբաղված եմ խմելով եւ մահանալով»։ Օֆելիան սեղմեց նրան եւ ասաց. «Մենք պայքարելու ենք միասին։ Մենք կանցնենք դա։ Դու կդադարեցնես խմելը, ես կդադարեցնեմ համերգները։ Մենք կբուժվենք»։ Նորայրը խոստացավ։ Եվ նրանք փորձեցին, բայց Գոհարը նախատեսել էր դա։ Նա հեռախոսեց Օֆելիային եւ ասաց. «Եթե դադարեցնես համերգները հիմա, մենք կիրականացնենք պայմանագրի տույժերը, 5 միլիոն դրամ։ Դու պետք է վճարես»։ Օֆելիան ապշեց։ Նա ասաց. «Ես չունեմ այդ գումարը»։ Գոհարը ժպտաց. «Ուրեմն դու պետք է ելույթ անես, կամ մենք կբռնագրավենք տունդ»։ Եվ այնպես Օֆելիան վերադարձավ բեմը, բայց այս անգամ նա երգում էր արտասուքներով։ Մարդիկ չէին նկատում, որովհետև նրա լույսերը շատ պայծառ էին։ Նրանք տեսնում էին միայն փայլը, ոչ թե տանջանքը։ Եվ այդպես անցան 5 տարի։ Անընդհատ շրջագայություններ, դատարկ հաշիվներ, հարբած ամուսին եւ աճող աղջիկ, ով չէր ճանաչում մայրը։ 1992-ին Նորայրը մահացավ։ Ծանր սրտի կաթված, 54 տարեկանում։ Օֆելիան ուներ միայն Տաթևիկին, 21 տարեկան։ Եվ նա ուներ նաև Գոհարին, ով եկավ թաղմանը եւ շշնջաց.
Հիմա ժամանակն է աշխատել ավելի, քան երբևէ։ Այլևս հայց չկա։ Դու պետք է պահպանես Տաթևիկին։ Եվ այդպես Օֆելիկին Վաֆելյան վերածվեց մեքենայի։ Նա երգում էր եւ երգում։ Օր ու գիշեր։ 10 տարի ավելի, անընդհատ ծառայություն մեքենայի, որը թալանում էր իր կյանքը։ Իսկ Տաթևիկը մեծանում էր լռությունների մեջ։ Նա հարցնում էր. «Մամա, ինչու դու միշտ չես տանը»։ Օֆելյան պատասխանում էր, որ դու ունենաս ամեն ինչ։ Բայց Տաթևիկը պետք էր միայն մայրը, ոչ թե ամեն ինչը։ Եվ հենց այդ տարիներին գաղտնի փաստաթղթերում սկսվեցին տարօրինակ մուտքագրումներ։ Ով որ ստորագրում էր Օֆելիայի անունից, վերցնում էր հսկայական գումարներ թրաստից եւ տեղափոխում անհայտ հաշիվներ։ Արդյոք Օֆելիան գիտեր դրա մասին։ Ով էր սպասարկում այդ փոխանցումները։ Ինչու բանկը չհարցրեց ոչինչ։ Պատասխանները կգտնվեն գաղտնի հաշիվներում, որոնք լուսաբանված են միայն հիմա։ Եվ մարդիկ, ովքեր կրում էին այդ ստորագրությունները, դեռ ապրում են։ Ապրում են հարուստ, ազատ, իսկ Օֆելիան մեռյալ եւ ծարպած։ Բայց դա չի վերջանա այստեղ, որովհետեւ վերջին տարիները, երբ Օֆելիան արդեն հիվանդ էր, երբ նա չէր կարողանում կանգնել առանց օգնության, դեռ վստահ էին, որ նրան հարկավոր է երգել։ Ով էին այդ մարդիկ, որ ստիպեցին տկարացած կնոջը շարունակել ելույթները։ Ինչու նրանք թաքցրին իրական ախտորոշումը հանրությունից։ Եվ ամենակարևորը, ուր գնացին բոլոր դրամները, որոնք Օֆելիան վաստակեց 30 տարի անդադար աշխատանքից։ Ահա 3 հարցեր, որոնք մենք պատասխանելու ենք հաջորդ գլուխներում, եւ պատասխանները կցնցեն ամեն ոքի, ով կարծում էր իմանում է Օֆելիայի պատմությունը։ Որովհետեւ պատմությունը դեռ չի պատմված։ Իսկական պատմությունը թաքնված փակ պահարաններում եւ վախեցող հիշողությունների մեջ։ Օֆելիայի մեջ միշտ ապրել է մի տարօրինակ հավատք։ Մարդիկ չեն կարող իրեն վնասել, եթե նա լավն է։ Նա հավատում էր, որ արդարությունը գոյություն ունի։ Բայց 1997-ին, երբ նա տեսավ Գոհարին ծիծաղում իր հաշիվներից հետո, նա հասկացավ, արդարությունը միայն բառ է, ոչինչ ավելի։ Այդ օր նա գտավ մի փաստաթուղթ, որը ընկած էր Գոհարի պայուսակից։ Պատահականություն։ Թուղթը պարունակում էր հաշվարկ՝ 5 միլիոն դրամ, որ պետք է փոխանցվեր օֆշորային հաշիվ Կիպրոսում։ Հաշիվը պատկանում էր անծանոթ ընկերության, անունով Ոսկե ձայն կորպորացիա։ Օֆելիան ոչինչ չգիտեր այդ ընկերության մասին։ Նա հարցրեց Գոհարին. «Ինչ է դա»։ Գոհարը ժպտեց եւ ասաց. «Ոչինչ, կարևոր։ Դա հարկային օպտիմիզացիա է։ Մենք խնայում ենք քո գումարները»։ Օֆելիան ասաց. «Բայց ես չեմ ստորագրել ոչ մի պայմանագիր այդ ընկերության հետ»։ Գոհարը սառեց մի վայրկյան, ապա ժպտեց նորից. «Դու ստորագրել ես բազմաթիվ փաստաթղթեր տարիների ընթացքում։ Հավանաբար դա նրանցից մեկն էր, բայց Օֆելիան այլևս չէր հավատում։ Նա գնաց իրավաբանի մոտ, առաջին անգամ անկախ որոշում կայացնելով։ Իրավաբանը, անունով Լևոն, ուսումնասիրեց բոլոր փաստաթղթերը եւ ասաց մի ամբողջ հարցումը. Օֆելիա, ձեզ ծախել են։ Ձեր բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են այդ ընկերությանը։ Դուք չունեք ոչ մի գումար, որը պաշտոնապես ձերն է։ Ամեն ինչ գնում է թրաստը, որի հաշիվը վերահսկում է Գոհար Մարտիրոսյանը։ Եվ ըստ այս փաստաթղթերի, նույնիսկ եթե դուք մահանաք, դուք չեք կարող թողնել ժառանգություն ձեր դստերը։ Օֆելիան զգաց, թե ինչպես հողը բացվում է ոտքերի տակ։ Նա հարցրեց. «Ինչպես դա հնարավոր է»։ «Ես ստորագրել եմ այդ ամենը», Լևոնը պատասխանեց։ «Քանի որ դուք վստահել եք։ Եվ նրանք օգտագործել են քո վստահությունը ինչպես զենք»։ Օֆելիան հեռախոսեց Գոհարին եւ ասաց. «Մենք պետք է քեխոսենք։ Հիմա»։ Գոհարը եկավ այդ երեկոյան։ Նա նստեց սառն արտահայտությամբ եւ սպասեց։ Օֆելիան հարցրեց. «Ես ուզում եմ իմանալ ամեն ինչը։ Որտեղ են իմ գումարները։ Ինչու ես չունեմ մուտք իմ սեփական հաշիվներին»։ Գոհարը դանդաղ պատասխանեց. «Օֆելիա, դու չես հասկանում բիզնեսը։ Մենք պահպանում ենք քո գումարները հարկերից, փափկիչներից, շահագործողներից»։ Օֆելիան բղավեց. «Դու ես շահագործողը, դու ես գողը»։ Գոհարը կանգնեց, հանգիստ եւ սառը ասաց. «Եթե դու կարծում ես այդպես, քանդիր պայմանագիրը, բայց իմացիր, եթե դու փոխես մենեջերին, Ոսկե ձայն ընկերությունը կպահանջի տուգանք 10 միլիոն դրամ։ Դու չունես այդ գումարը։ Կբռնագրավենք գրավենք քո տունը, քո կահույքը, քո դստեր տեղը դպրոցում։ Ընտրիր, կամ լռիր եւ աշխատիր, կամ կորցրու ամեն ինչ»։ Եվ հետո Գոհարը դուրս եկավ։ Օֆելիան մնաց մենակ։ Նստած իր տան հատակին, լալիս առանց ձայնի։ Նա չէր կարող պայքարել։ Նա չէր կարող կորցնել Տաթևիկի ապագան։ Նա չէր կարող դիմադրել այս մեքենային։ Բայց նա փորձեց մի բան։
Նա գնաց մի հին ընկերոջ մոտ, անունով Արթուր, ով աշխատում էր լրագրողական թերթում։ Նա նրան պատմեց ամեն ինչը։ Արթուրը լսեց եւ ասաց. «Օֆելիա, եթե ես գրեմ այս պատմությունը, նրանք քեզ ոչնչացնելու են, բայց եթե դու պատրաստ ես, մենք կարող ենք փորձել»։ Օֆելիան մտածեց երկար րոպեներ, ապա նա ասաց. «Ոչ, ես չեմ կարող։ Տաթևիկը կարիք ունի տանը, դպրոցում, ապագայում, ես չեմ կարող վտանգել դա»։ Արթուրը հառաչեց եւ ասաց. «Ուրեմն դուք շարունակես լինել գերի»։ Օֆելիան համաձայնվեց։ Նա ասաց. «Այո, ես կլինեմ գերի մինչև վերջ»։ Իսկ վերջը եկավ շատ ավելի շուտ, քան նա կարծում էր։ 1999 Օֆելիայի առողջությունը սկսեց անկում։ Նա զգում էր տխրություն, այվածություն, կրծքավանդակում, շնչառության դժվարություն։ Բայց Գոհարը պնդում էր. «Համերգները պետք է շարունակվեն, մենք ունենք պայմանագրեր»։ Օֆելիան գնաց բժիշկի մոտ գաղտնի։ Ախտորոշումը՝ սրտային անբավարարություն։ Սկզբնական փուլ։ Բժիշկը ասաց. «Դուք պետք է հանգստանաք։ Ոչ սթրես, ոչ գերաշխատանք, ոչ երկար ճամփորդություններ»։ Օֆելիան ասաց բժշկին. «Ես չունեմ ընտրություն»։ Նա շարունակեց երգել։ 1999 նա արեց 582 համերգներ։ Յուրաքանչյուր համերգից հետո նա ընկնում էր գետնին, կուլիսներում եւ լալիս անկարող շարժվելու։ Գոհարը տալիս էր նրան դեղեր, ցավազրկողներ, էներգետիկ ներարկումներ։ Նա ասում էր. «Դու պետք է դիմանաս, մենք ունենք ծրագրեր հաջորդ 5 տարվա համար»։ Բայց Օֆելիան արդեն գիտեր, որ հաջորդ 5 տարի չէր լինի։ Նա զգում էր այն իր մարմնում, դանդաղ մահվան մոտենալը։ Նա գիտեր, որ Գոհարը նույնպես գիտեր, բայց Գոհարը չէր հոգում։ Գոհարին հետաքրքրում էր միայն վերջին մի քանի միլիոններ։ Եվ հենց այդ տարիները, երբ Օֆելիան մահանում էր դանդաղ բեմի վրա, սկսվեցին ամենաչարագործ փոխանցումները։ Մենք կտանք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, Գոհարը ստորագրել է Օֆելիայի անունից տասնյակ պայմանագրեր, հեղինակային իրավունքներ վաճառելու համար մեկ օտարընկերության։ Այդ ընկերությունը գրանցված էր Պանամայում։ Տերը՝ անծանոթ անուն, Մարկոս Աթանասյան։ Ո՞վ է այդ մարդը։ Մենք փորձեցինք գտնել։ Հետքերը տանում են դեպի մի փակ բիզնես խումբ, որտեղ Սերգեյ Բարսեղյանը կրկին հայտնվում է։ Այո, Սերգեյը երբեք չէր հեռացել։ Նա միշտ այնտեղ էր, ստվերում, սպասելով վերադառնալ։ Եվ Գոհարը, նրա աշակերտը, կատարում էր վերջին հարվածը։ 2002-ին Օֆելիան ընկավ բեմի վրա։ Առաջին անգամ հանրությունը տեսավ իրականությունը։ Շտապ օգնության մեքենան տարավ նրան հիվանդանոց։ Նա անզոր էր, կիսագիտակցական։ Բժիշկները ասացին, նրա սիրտը տկարացել է ծայրահեղ աստիճանի։ Նա պետք է մնա հիվանդանոցում առնվազն 6 ամիս։ Բայց Գոհարը ասաց բժիշկներին. «Ոչ, նա պետք է տուն գնա։ Ես կհոգ նրան»։ Բժիշկները հակադարձեցին. «Եթե նա տուն գնա, նա կմահանա»։ Գոհարը ժպտեց եւ ասաց. «Ես ենթադրում եմ ռիսկը»։ Եվ այդպես Օֆելիան տեղափոխվեց տուն, թուլացած, անօգնական, կախված գնդիկներից ու ներարկումներից։ Տաթևիկը տարիքում 31 էր եւ ապրում էր արտասահմանում, ուսանում համալսարանում։ Նա չգիտեր մոր իրական վիճակը։ Գոհարը ասել էր նրան. «Քո մայրը պարզապես հոգնած է, մի անհանգստացիր»։ Իսկ իրականում Օֆելիան ապրում էր փակ սենյակում, որտեղ մուտքը ուներ միայն Գոհարը եւ մի բուժ քույրը, վարձ։ Երբ Գոհարը բռնեց Օֆելիայի ձեռքը եւ դրեց ստորագրությունը փաստաթղթի վրա։ Օֆելիան գիտակցական չէր։ Նա ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր գիտեր։ Այդ պահին ես հասկացա, ես ականատես եմ հանցագործության։ Բայց Սյուզանը լռեց։ Նա վախենում էր։ Նա ասաց. «Գոհարը սպառնում էր ինձ»։ Նա ասաց. «Եթե ես խոսեմ, նա կասի, որ ես գողացել եմ Օֆելիայի դեղերը։ Ես խեղճ մարդ եմ։ Ես չեմ կարող պայքարել իրավաբանների դեմ»։ Եվ այդպես Օֆելիան մահացավ 2016-ին, մենակ, խեղդված դեղերով եւ սուտերով։ Գոհարը զանգահարեց Տաթևիկին եւ ասաց. «Քո մայրը հանգչում է հիմա»։ Տաթևիկը վերադարձավ հայրենիք թաղման համար։ Եվ հենց այդ օրը նա իմացավ ճշմարտությունը։ Մոր բանկային հաշիվները 0 էին։ Տունը գրանցված էր Գոհարի անվան տակ, ամեն ինչ անհետացել էր։ Տաթևիկը հարցրեց Գոհարին. «Ինչպես է դա հնարավոր»։ Գոհարը ասաց. «Քո մայրը շատ պարտքեր ուներ։ Մենք վճարել ենք ամեն ինչը։ Ցավում եմ, բայց ոչինչ չի մնացել»։ Տաթևիկը չհավատաց, բայց նա երիտասարդ էր, անփորձ եւ չգիտեր ինչպես պայքարել։ Եվ այդպես Գոհար Մարտիրոսյանը եւ Սերգեյ Բարսեղյանը շարունակեցին ապրել իրենց հարուստ կյանքով։ Իսկ Օֆելիան, մոռացված անուն,
տառապանքի եւ կողոպտության խորհրդանիշ։ Բայց պատմությունը չվերջացավ այստեղ, որովհետեւ մենք գտանք փաստաթղթերը, մենք գտանք վկաները, եւ մենք պատրաստվում ենք բացահայտել այն ամենը, ինչը թաքցվել է տասնամյակներ։ Հաջորդ գլուխներում մենք կպատմենք, ինչպես Սերգեյը վերադարձավ Օֆելիայի կյանք նրա վերջին տարիներին։ Ինչու Գոհարը գաղտնի հանդիպումներ ուներ օտարերկրյա ընկերությունների հետ։ Ինչու բուժաշխատողները վախենում էին խոսել։ Եվ ամենակարևորը, որտեղ են հիմա այն միլիոնները, որոնք Օֆելիան վաստակեց իր արյունով եւ արցունքներով։ Իսկ մինչ այդ, հարցրեք ինքներդ ձեզ, քանի արտիստներ են մահացել նույն ճանապարհով։ Քանի ձայներ են լռեցվել, մինչ մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նրանց, կողոպտեցին նրանց վերջին շունչը։ Այս Օֆելիայի պատմությունն է, բայց սա նաև բոլոր նրանց պատմությունն է, ովքեր երբևէ վստահել են սխալ մարդկանց։ Քանի աստղ է վառվել բեմի վրա, միայն որպեսի մարի սառը միայնության մեջ, դատարկ հաշիվներով եւ սև պայմանագրերով։ Օֆելիան միայն մեկն է այդ անվերջ շարքում, անունների, որոնց երգեցին միլիոնները, բայց որոնց հոգեցին միայն շահագործողները։ Եվ այժմ, երբ բոլոր փաստաթղթերը մեր ձեռքում են, երբ վկաները համաձայնվել են խոսել, մենք պատրաստվում ենք հրապարակել ամբողջ ճշմարտությունը։ Ոչ միայն Օֆելիայի մասին, այլ բոլոր նրանց մասին, ովքեր մասնակցեցին այս դաժան խաղին։ Մենք կբացահայտենք անունները, հաշիվները, գումարները, եւ մենք կպահանջենք արդարություն, թեկուզ այն գա 20 տարի ուշ։ 2019 թվականին, 3 տարի Օֆելիայի մահից հետո, մի փաստաբան, որը համաձայնեցավ մեզ հետ խոսել միայն անանուն պայմաններով, բացեց մի հին պահարան իր գրասենյակում։ Ներսում էր մի ծրարանի, որի ծածկոցին գրված էր Օֆելիա Կոնֆիդենցիալ։ Երբ նա բացեց այն, ներսում գտնվեց 35 էջանոց փաստաթուղթ, որի կարդալն արգելված էր նույնիսկ նրա աշխատակիցներին։ Այդ փաստաթղթի առաջին էջում գրված էր. Պայմանագիր թիվ 16. Օֆելիայի բացառիկ ներկայացման եւ երաժշտական արտադրության համար։ Ստորագրության տակ 1969, երբ Օֆելիան արդեն տարիներ շարունակ հայտնի էր բոլորին։ Բայց երկրորդ էջում էր հոդված, որը փոխեց ամեն ինչ։ Արտիստը զրկված է իրավունքից ավելի քան 6 ամիս ապրել նույն վայրում, ունենալ անձնական կապեր անհրաժեշտ հաստատում չստանալով եւ կատարել ցանկացած ֆինանսական գործարք առանց մենեջերի նախնական թույլտվության։ Այս նշանակում էր, Օֆելիան չէր կարող ապրել նորմալ կյանք առանց մենեջերի հաստատման։ Նա չէր կարող ունենալ ընկերներ, ինքնուրույն գնումներ կատարել, նույնիսկ ճանապարհորդել առանց թույլտվության։ Այս փաստաթուղթը ոչ թե պայմանագիր էր, այլ ստրկության դատավճիռ։ Փաստաբանը մատնացույց արեց մի հատված։ Իրավունքների խախտման դեպքում արտիստը պարտավոր է փոխհատուցել 10 միլիոն դրամ եւ հրաժարվել բոլոր հետագա հեղինակային եկամուտներից։ Ով որ ստորագրում էր այդպիսի փաստաթուղթ, կառուցում էր իր սեփական բանտը։ Երբ փաստաբանը ավարտեց ընթերցումը, նա նայեց մեզ ուղիղ աչքերին եւ ասաց. Օֆելիան երբեք չէր կարող փախչել։ Նա փակված էր թղթային շղթաներով, որոնք սեղմում էին նրան ավելի ուժեղ, քան երկաթյա կապանքները։ Ով էր կարող բռնել մի երգչուհուն իր ամբողջ կյանքի համար մի այդպիսի պայմանագրով։ Մենք փորձեցինք պատասխանել այդ հարցին հենց նրանցից, ովքեր ներկա էին ստորագրման օրը։ Մեկը նրանցից, անունով Արա, այն ժամանակ աշխատում էր Օֆելիայի մենեջեր Գոհար Մարտիրոսյանի գրասենյակում որպես օգնական։ Նա հիմա 69 տարեկան է եւ ապրում փոքր գյուղում, որտեղ աշխարհը դանդաղ է եւ հիշողությունները ծանր։ Երբ մենք հարցրինք նրան այդ օրվա մասին, նա սկզբում լռեց, ծխելով հին սիգարետից եւ նայելով դեպի լեռները։ Ապա նա սկսեց խոսել դանդաղ ձայնով։ Օֆելիան եկավ գրասենյակ 1969-ի սեպտեմբերին։ Գոհարը պատրաստել էր ամեն ինչ՝ գինին, թեթև երաժշտությունը, ժպիտները։ Օֆելիան նստել էր սեղանի մոտ եւ ուզում էր կարդալ բոլոր էջերը, բայց Գոհարը ասաց. «Քեզ պետք չէ կարդալ մանրամասները, թանկագինս, դրանք բոլորը ստանդարտ են։ Մենք հենց նույն պայմանագիրն ենք ունեցել մեր բոլոր արտիստների հետ»։ Օֆելիան վարանում էր։ Ես տեսա նրա աչքերում կասկածը։ Նա ասաց. «Բայց ես ուզում եմ իմանալ, թե ինչ եմ ստորագրում»։ Գոհարը ժպտաց եւ լցրեց գինի նրա բաժակը։ Օֆելիա, մենք արդեն 3 տարի է աշխատում ենք միասին։ Ես քեզ երբևէ չեմ խաբել։ Վստահիր ինձ։ Արան շարունակեց։ Ես տեսա, թե ինչպես Օֆելիան խմեց 2 բաժակ շատ արագ։ Գոհարը եւ ստորագրեց առանց կարդալ։ Արան դադարեց խոսելը եւ նայեց իր ձեռքերին։ Մենք սպասեցինք, նա շարունակեց։ Երբ Օֆելիան հեռացավ, Գոհարը զանգահարեց մեկին։ Ես լսեցի մի քանի բառ,
Ամեն ինչ պատրաստ է, նա մերն է։ Երբ ես հարցրի նրան ում էր զանգահարել, նա ասաց. «Մի հարցրու, եթե ուզում ես պահել աշխատանքդ»։ Ես պահեցի աշխատանքս։ Բայց ես երբեք չմոռացա Օֆելիայի դեմքը այն օրը։ Նա վստահեց, եւ դա սպանեց նրան։ Այդ պայմանագիրը չէր վերջը։ 2 տարի անց 1963-ին Գոհարը պատրաստեց երկրորդ փաստաթուղթ։ Այս անգամ դա էր համաձայնագիր հեղինակային իրավունքների փոխանցման մասին։ Ըստ այդ փաստաթղթի, բոլոր երգերը, որոնք Օֆելիան երկանով էր ստեղծել տարիներ շարունակ, այլևս չէին պատկանում նրան։ Դրանք փոխանցվում էին մի ընկերության, որը կոչվում էր Հավերժական երաժշտություն, գրանցված Վիրջինյան կղզիներում։ Տերը թղթի վրա անծանոթ անուն՝ Էդուարդ Սիմոնյան, բայց իրականում այդ անունն էր Սերգեյ Բարսեղյանի եղբորորդին, որը երբեք չէր աշխատել երաժշտության ոլորտում։ Ինչու Օֆելիան ստորագրեց այդ փաստաթուղթը։ Մեր հետազոտությունը բացահայտեց սարսափելի պատճառը։ 1963-ի ապրիլին Տաթևիկը հիվանդացավ ծանր թոքաբորբով։ Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ բժիշկները ասացին, անհրաժեշտ է թանկարժեք բուժում, որը կարժենար 300,000 դրամ։ Օֆելիան չուներ այդ գումարը, քանի որ նրա բոլոր եկամուտները հոսում էին թրաստի հաշիվ, որին մուտք ուներ միայն Մոհարը։ Օֆելիան աղաչեց Գոհարին. «Խնդրում եմ, իմ դուստրը մահանում է, տուր ինձ գումարը»։ Գոհարը պատասխանեց. «Թրաստի հաշիվը արգելված է անդամավճարի պատճառով։ Մենք ունենք ուրիշ լուծում։ Դու ստորագրում ես մի փոքր փաստաթուղթ, եւ ես անմիջապես կտամ 300,000-ը»։ Օֆելիան հարցրեց. «Ինչ փաստաթուղթ»։ Գոհարը բացատրեց. «Պարզապես տեխնիկական փոփոխություն, հեղինակային իրավունքների կառավարման մեջ։ Ոչինչ կարևոր»։ Օֆելիան տագնապած մոր սրտով ստորագրեց առանց կարդալու։ Տաթևիկը փրկվեց, բայց Օֆելիան կորցրեց իր երաժշտությունը։ Ամեն մի նոտա, ամեն մի բառ, որ նա երբևէ ստեղծել էր։ Մենք գտանք բժշկին, ով բուժում էր Տաթևիկին այն օրերին։ Անունը Դավիթ, հիմա նա թոշակառու է։ Նա ասաց. «Ես հիշում եմ այդ աղջիկան շատ լավ։ Նրա մայրը եկավ հիվանդանոց եւ լաց էր լինում անդադար։ Բայց ինձ ասեցին, վճարումը կատարված է մի օգնական կազմակերպության կողմից։ Ես երբեք չիմացա, որ Օֆելիան ստիպված էր ստորագրել ինչ-որ բան դրա համար։ Եթե ես իմանայի, ես կփորձեի օգնել։ Բայց ով որ կարող էր օգնել, երբ համակարգը կառուցված է շահագործելու համար։ Այդ պայմանագրի հետևանքները սկսեցին երևալ անմիջապես։ 1965-ին Օֆելիայի հին երգերը սկսեցին վաճառվել նոր հավաքածուներում, որոնք արտադրում էր Հավերժական երաժշտություն ընկերությունը։ Այդ սկավառակները վաճառվեցին միլիոններով օրինակներով, բայց Օֆելիան չստացավ նույնիսկ 1 դրամ։ Երբ նա հարցրեց Գոհարին, պատասխանը եղավ. «Դու ստորագրել ես փոխանցումը, դա այլևս քո սեփականությունը չտականությունը չէ»։ Օֆելիան հասկացավ, որ նա ընկած է թակարդում, որտեղից ելք չկա։ 1989-ի հունվարին մի անձ հայտնվեց Օֆելիայի կյանքում, որը փոխեց նրա վերջին տարիները։ Անունը Մուրադ Աբրահամյան, 60 տարեկան, ով երբեմն ունեցել էր կապեր ստվերի աշխարհի հետ։ Նա ներկայացավ որպես ներդրող, ով ուզում էր օգնել Օֆելիայի կարիերային վերելքին։ Նրանց հանդիպումը կազմակերպեց ինքը Գոհարը, մի շքեղ ռեստորանում, որտեղ սպասարկողները շշուկով քայլում էին եւ մոմերը վառվում էին անվերջ սեղաններին։ Մուրադը նստեց Օֆելիայի դիմաց եւ սկսեց խոսել մեղմ համոզիչ ձայնով. «Ես հետևել եմ ձեր կարիերային բոլոր տարիներին։ Դուք աստված եք հայկական բեմի վրա, բայց ինձ թվում է, դուք չեք ստանում այն, ինչ արժանի եք։ Ես կուզեի ներդնել 5 միլիոն դրամ ձեր հաջորդ ալբոմի եւ համերգաշրջագայության համար»։ Օֆելիան զարմացավ։ Նա հարցրեց. «Ինչու դուք ուզում եք ներդնել ինձ համար»։ Մուրադը ժպտաց եւ պատասխանեց. «Որովհետեւ դուք ոսկի եք, եւ ես սիրում եմ ոսկին»։ Բայց այդ ժպիտի ետևում թաքնված էր ուրիշ ծրագիր։ Ըստ մեր հետազոտության, Մուրադը, Գոհարը եւ Սերգեյը կարող էին համաձայնել օգտագործել Օֆելիային որպես դեմք իրենց գործարքների համար։ Երաժշտությունը կատարյալ քողար կեղտոտ փողերի համար։ Համերգների տոմսեր, սկավառակների վաճառք, հեղինակային իրավունքներ, ամեն ինչ կարող էր կեղծվել եւ ոչ ոք չէր հարցնի։ Օֆելիան չգիտեր այդ ամենի մասին։ Նա միայն տեսավ, որ հանկարծ նրա համերգները սկսեցին ֆինանսավորվել առատորեն։ Նոր զգեստներ, նոր երաժիշտներ, գովազդ հեռուստատեսությամբ։ Նա մտածեց, վերջապես իրերը փոխվում են։ Բայց իրականում նա դարձել էր կուրիր մարիոնետ մի խաղում, որը կարող էր նրան ուղարկել բանտ։ 1989-ին Մուրադը կազմակերպեց համերգաշրջագայություն Օֆելիայի համար։ 10 քաղաք, 30 ելույթ։
Ըստ պաշտոնական փաստաթղթերի, յուրաքանչյուր համերգից վաճառվել էր 2000 տոմս, յուրաքանչյուրը 500 դրամով։ Ընդհանուր եկամուտը 30 միլիոն դրամ։ Բայց իրականում համերգները կիսադատարկ էին։ Ըստ մեր տեղեկությունների, տոմսերը հավանաբար գնվել էին կեղծ անուններով կամ ընդհանրապես չէին վաճառվել։ Փողը գալիս էր անուղղակի աղբյուրներից, ամբաստանյալ ընկերություններից, օֆշորներից։ Օֆելիան կանգնում էր բեմի վրա եւ երգում դատարկ նստատեղների համար, մինչդեռ թղթերի վրա ամեն ինչ ցույց էր տալիս հսկայական հաջողություն։ Մենք գտանք մի աշխատողի, ով կազմակերպում էր այդ համերգները։ Անունը Լիանա։ Նա հիմա ապրում է արտերկրում։ Նա համաձայնվեց խոսել միայն տեսազանգով, չցույց տալով դեմքը։ Նա ասաց. «Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է։ Մենք տպում էինք հազարավոր տոմսեր, բայց դահլիճները մնում էին դատարկ»։ Մուրադը ասում էր. «Մի անհանգստացեք, փողը եկել է, դա է կարևորը»։ Ես մեկ անգամ փորձեցի հարցնել Օֆելիային, արդյոք նա գիտի, որ նրա համերգները օգտագործվում են փողի լվացման համար։ Բայց նա նայեց ինձ այնպես կորած, հասկացա, որ նա ոչինչ չգիտի։ Նա միայն երգում էր եւ հույս ուներ, որ վերջապես նրա կյանքը կբարելավվի։ Բայց Օֆելիայի կյանքը բարելավվելու փոխարեն սկսեց փլուզվել։ 1983-ին հարկային ծառայությունը սկսեց հետաքննություն Մուրադի ընկերությունների վերաբերյալ։ Նրանք հայտնաբերեցին կասկածելի գործարքներ, որոնք կապված էին Օֆելիայի համերգների հետ։ Երբ հարկային տեսուչները հարցուփորձ անցկացրին Մուրադի հետ, նա մատնացույց արեց Գոհարին։ Նա ասաց. «Ես միայն ներդրող եմ»։ Ամեն ինչ կառավարում էր Գոհար Մարտիրոսյանը։ Ըստ մեր աղբյուրների, հարցաքննության ժամանակ Գոհարը փորձեց անցնել պատասխանատվությունը Օֆելիային։ Նա ասաց. «Օֆելիան գիտեր ամեն ինչ»։ Նա ստորագրում էր բոլոր փաստաթղթերը։ Եթե փողի լվացում եղել է, նա նույնպես պատասխանատու է։ Օֆելիան այդ մասին իմացավ, երբ երկու հարկային հետաքննող ներկայացան նրա տանը։ Նրանք ցույց տվեցին նրա ստորագրությունները, որոնք նա դրել էր տասնյակ փաստաթղթերի վրա՝ ֆինանսական հաշվետվություններ, պայմանագրեր, փոխանցումներ։ Օֆելիան սկսեց դողալ։ Նա ասաց. «Ես երբեք չեմ կարդացել այդ փաստաթղթերը»։ Գոհարը ասում էր. «Ստորագրիր»։ Եվ ես ստորագրում էի։ Հետաքննողը պատասխանեց. «Տիտիկին, ձեր ստորագրությունը նշանակում է, որ դուք համաձայն եք այն ամենի հետ, ինչ գրված է։ Եթե դուք ընդգրկված եք հանցագործության մեջ, դուք պատասխանատու եք»։ Օֆելիան անկողնային լաց։ Նա հասկացավ, որ նրան դարձվել են մեղավոր այն հանցանքի համար, որի մասին նա նույնիսկ չգիտեր։ Գոհարը հեռախոսեց Օֆելիային այդ երեկոյան։ Նա ասաց սառը, սպառնալից ձայնով. «Եթե դու կարծում ես կարող ես մատնել մեզ, մտածիր Տաթևիկի մասին։ Մենք ունենք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ դու ընդգրկված ես եղել բոլոր գործարքներում։ Եթե մենք ընկնենք, դու ընկնում ես մեզ հետ, բայց եթե լռես, մենք կարգավորելու ենք այս խնդիրը»։ Օֆելիան չուներ ընտրություն, նա լռեց։ Գործը փակվեց 1985-ին, անբավարար ապացույցների պատճառով։ Մուրադը վճարեց տուգանք եւ շարունակեց իր բիզնեսը։ Գոհարը մնաց անձեռմխելի, իսկ Օֆելիան մնաց կոտրված, գիտենալով, որ նրան դարձրել են մարիոնետ մի կեղտոտ խաղում։ Բայց պատմությունը դեռ շարունակվում էր դեպի ավելի մութ անկյունները։ 1988-ին Օֆելիան ստացավ հրավեր մի հանդիպման, որը փոխեց նրա վերջին տարիները։ Հրավիրողը անծանոթ անձ, ով ներկայացավ որպես պաշտոնյա մշակույթի նախարարությունից։ Հանդիպումը տեղի ունեցավ մի փոքր սառը սենյակում նախարարության շենքի 6-րդ հարկում։ Երբ Օֆելիան մտավ, նա տեսավ 3 մարդու, 2 տղամարդ մոտ 60 տարեկան եւ մի կին, կիսավառից գլխով եւ սառը աչքերով։ Նրանք չներկայացան։ Մի անձը բացեց թղթապանակը եւ ասաց. «Օֆելիա, մենք լավ լուրեր ունենք ձեզ համար։ Դուք ընտրվել եք ներկայացնելու մեր երկիրը միջազգային երաժշտական փառատոնում Պոլսում։ Դա հսկայական պատիվ է»։ Օֆելիան զարմացավ։ Նա ասաց. «Շնորհակալություն, բայց ես չգիտեի, որ այդպիսի ընտրություն է եղել»։ Կինը ժպտաց եւ պատասխանեց. «Դա էր գաղտնի ընտրություն։ Մենք ուսումնասիրեցինք ձեր ողջ կարիերան եւ որոշեցինք, որ դուք լավագույնն եք»։ Բայց հաջորդ նախադասությունը փոխեց ամեն ինչ։ Մյուս տղամարդը շարունակեց. «Բայց պետք է մի վերապահում։ Դուք պետք է ստորագրեք մի համաձայնագիր, որ այդ փառատոնում ձեր բոլոր ելույթները եւ եկամուտները կառավարվեն մեր վստահված ընկերության կողմից։ Սա ստանդարտ պահանջ է այդպիսի միջոցառումների համար»։ Օֆելիան հարցրեց. «Ո՞ր ընկերություն»։ Կինը պատասխանեց. «Անունը Ազգային արվեստի հիմնադրամ։ Դա մեր պաշտոնական գործընկերն է»։ Օֆելիան չգիտեր, որ Ազգային արվեստի հիմնադրամը գրանցված էր Սերգեյ Բարսեղյանի անվամբ։
Նա չգիտեր, որ այդ հանդիպումը կազմակերպված էր ոչ թե նախարարության կողմից, այլ այդ մարդկանց կողմից, ովքեր վարձված էին սեղմելու նրան։ Երբ նա ստորագրեց համաձայնագիրը, նա մտածեց, սա հնարավորություն է փայլել միջազգային բեմում, բայց իրականում նա ստորագրեց իր վերջին ազատության կորուստը։ Փառատոնը տեղի ունեցավ 1989 հոկտեմբերին։ Օֆելիան երգեց 3 երեկո։ Դահալիճները լի էին, մարդիկ ծափահարում էին կանգուն։ Հայ լրագրողները գրում էին Անդրանիկ հաղթանակի մասին։ Բայց երբ Օֆելիան հարցրեց իր վարձատրության մասին, Գոհարը ասաց. «Փողը փոխանցված է ազգային արվեստի հիմնադրամին։ Նրանք կբաշխեն այն ըստ պայմանագրի»։ Օֆելիան սպասեց 1 ամիս, 2 ամիս, 6 ամիս։ Նա երբեք չստացավ նույնիսկ 1 դրամ այդ փառատոնից։ Երբ նա փորձեց կապվել հիմնադրամի հետ, նրան ասացին. «Ձեր բաժինը օգտագործվել է ծախսերի ծածկման համար։ Ոչինչ չի մնացել»։ Իսկ իրականում այդ գումարը 3 միլիոն դրամ փոխանցվել էր անմիջապես օֆշորային հաշիվ Շվեյցարիայում։ Մենք գտանք բանկային փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս այդ փոխանցումը։ Ստացողի անունը CB Holdings, ընկերություն, որը պատկանում էր Սերգեյ Բարսեղյանին։ Սերգեյը երբեք չէր հեռացել։ Նա միշտ այնտեղ էր ստվերում, սպասելով իր հերթին վերցնել վերջին կտորները։ 1995-ին Օֆելիային այցելեց մի մարդ, որը ներկայացավ որպես հին բարեկամ։ Անունը Կարեն, նա ասաց։ Մենք հանդիպել ենք հարսանիքում 15 տարի առաջ։ Օֆելիան չհիշեց նրան, բայց նա էր քաղաքավարի եւ հրավիրեց ներս։ Կարենը նստեց սրճարանում նրա տանը եւ սկսեց խոսել։ Օֆելիա, ես ուզում եմ օգնել ձեզ։ Ես լսել եմ, որ դուք ունեք խնդիրներ ձեր մենեջերի հետ։ Ես կարող եմ ներկայացնել ձեզ իմ գործընկերներին։ Նրանք ազնիվ մարդիկ են եւ կօգնեն ձեզ վերականգնել ձեր իրավունքները։ Օֆելիան հետաքրքրվեց։ Նա հարցրեց. Ինչպես դուք կարող եք օգնել։ Կարենը բացատրեց. Մենք ունենք իրավաբանների թիմ, որը մասնագիտանում է շոու բիզնեսի գործերում։ Մենք կարող ենք վերանայել ձեր բոլոր պայմանագրերը եւ գտնել ճանապարհներ դրանք չեղյալ հայտարարելու։ Օֆելիան տարվեց։ Նա համաձայնվեց հանդիպել Կարենի գործընկերների հետ։ Բայց երբ նրանք հանդիպեցին, շատ արագ պարզ դարձավ, որ այս մարդիկը ոչ թե օգնականներ էին, այլ նոր գործընկերներ Սերգեյի եւ Գոհարի։ Նրանք ներկայացին մի նոր պայմանագիր, որտեղ գրված էր. Օֆելիան հրաժարվում է իր բոլոր հակառակությունների համար, փոխարենը երաշխավորված եկամուտի 2000 դրամ ամսական։ 2000 դրամ ամսական այն մարդու համար, ով վաստակել էր միլիոններ իր ողջ կարիերայի ընթացքում։ Օֆելիան կանգնեց եւ ասաց. Դուք կատակում եք։ Կարենը ասաց սառը ձայնով. Մենք երբեք չենք կատակում։ Դուք կարող եք ընտրել կամ ստորագրել եւ ունենալ որոշակի եկամուտ, կամ շարունակել պայքարել եւ կորցնել ամեն ինչ։ Օֆելիան դուրս քայլեց այդ սենյակից եւ երբեք ետ չվերադարձավ։ Բայց այդ հանդիպումից հետո տարօրինակ բաներ սկսեցին պատահել։ Օֆելիայի հեռախոսը սկսեց ընդհատվել անծանոթ զանգերից։ Երբ նա պատասխանում էր, գծի մյուս կողմում լռություն էր։ Նրա տուն սկսեցին գալիս կասկածելի մարդիկ, սնունդ առաքողներ, որոնք նա չէր պատվիրել, մեխանիկներ, որոնք պնդում էին, որ պետք է նորոգեն ջրագիծը։ Երբ Օֆելիան հարցնում էր, ով է ուղարկել նրանց, նրանք պատասխանում էին. մենք չգիտենք։ Մեզ տվեցին այս հասցեն։ Օֆելիան սկսեց վախենալ։ Նա հասկացավ իրեն սպառնում են, նրան ուզում են սեղմել մինչև վերջնական ներկայումը։ 2001-ին Օֆելիան որոշեց փախչել։ Նա դուրս թողեց հայտարարություն, որ հեռանում է երաժշտությունից եւ ուզում է ապրել խաղաղ կյանք։ Բայց Գոհարը չէր թողնում նրան գնալ։ Նա հեռախոսեց Օֆելիային եւ ասաց. Դու չես կարող դադարեցնել աշխատելը։ Մենք ունենք պայմանագրեր հաջորդ 2 տարվա համար։ Եթե դու չերգես, մենք կպահանջենք տուգանք 20 միլիոն դրամ։ Օֆելիան աղաղակեց. Ես չունեմ 20 միլիոն։ Գոհարը պատասխանեց. Ուրեմն դու պետք է շարունակես երգել։ Եվ այդպես Օֆելիան վերադարձավ բեմը, ոչ թե իր ցանկությամբ, այլ տանջանքի տակ։ Նրա վերջին տարիները 2000-ից մինչև 2016 անցան անընդհատ համերգների, դատարկ խոստումների եւ դանդաղ մահվան մեջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նրան, շարունակում էին շահագործել նրան մինչև վերջին շունչը։ Արդյոք Օֆելիան իմացավ, թե որքան նրան կողոպտեցին։ Արդյոք նա փորձեց դիմադրել վերջին օրերին։ Ինչու ոչ ոք չօգնեց նրան, երբ նա աղաչում էր փրկության։ 2012 թվականի մարտին հիվանդանոցի գիշերային բուժքույրը մտավ Օֆելիայի պալատ եւ տեսավ նրան, նստած անկողնի եզրին, կուրծքը սեղմած 2 ձեռքերով։ Բուժքույրը հարցրեց ինչ է եղել, բայց Օֆելիան միայն շարժեց գլուխը. Ոչինչ, ես լավ եմ։ Երբ բուժքույրը վերցրեց նրա ճնշումը, սարքը ցույց տվեց անհանգստացնող թիվ 160 ընդդեմ 110-ի։
Բժիշկներին զանգահարեցին անմիջապես։ Նրանք եկան, ներարկումներ, վերակենդանացման սարքեր, պատրաստ ամեն բանի։ Օֆելիան ասաց տհաճ ձայնով. Ես պարզապես կիսաժամ առաջ վերցրեցի դեղերս, բայց սիրտս այրվում է ինչպես կրակով։ Բժիշկներից մեկը նայեց նրա դեղաշշերին, հնգից ավելի տարբեր ցավազրկողներ, սրտային դեղամիջոցներ, տհաճ ընկալիչներ։ Նա շրշեց. Ո՞վ է տալիս ձեզ այդ դեղերի այս համակցությունը։ Դուք սպանում եք ձեր լյարդը։ Օֆելիան լռեց։ Նա չէր կարող ասել, որ այդ դեղերը բերում էր Գոհարը, հենց այն կինը, ով պնդում է, թե հոգում է նրա առողջությունը։ Մի ամիս առաջ, 2012 թվականի փետրվարին, Օֆելիան փորձել էր գնալ իր սովորական բժշկի մոտ, այն տղամարդու, ով բուժում էր նրան 10 տարի շարունակ։ Բայց երբ նա զանգահարեց ժամադրություն խնդրելու, քարտուղարուհին ասաց. «Մենք ցավում ենք, բայց բժիշկը այլևս չի կարող ընդունել ձեզ»։ Օֆելիան շոշափվեց. Ինչու՞։ Քարտուղարուհին տատանվեց, ապա շշուկով ասաց. «Մեզ ասացին, որ դուք այլևս մեր հիվանդը չեք»։ Օֆելիան հասկացավ. մեկը միջամտել է, մեկը փակել է նրա մուտքը անկախ բժշկական օգնության։ Երբ նա խնդրեց Գոհարին բացատրություն, պատասխանը եղավ. «Քո հին բժիշկը շատ թանկ էր, մենք կտանք ավելի լավ տարբերակ»։ Եվ այդ նոր բժիշկը, անունով Գևորգ, տղամարդ, ով երբեք չհարցրեց Օֆելիայի անձնական կարծիքը, միայն գրում էր դեղատոմսեր, մեկը մյուսի հետևից, առանց բացատրության։ 2012 թվականի ապրիլին Օֆելիան առաջին անգամ մատնանշեց բարձրաձայն, որ ինչ-որ մեկը գողանում է նրա դեղերը։ Նա ուներ 6 տուփ սրտային դեղամիջոցներ, թանկարժեք, յուրաքանչյուրը 3000 դրամ։ 3 օր անց մնացել էր միայն 1 տուփ։ Օֆելիան լաց եղավ եւ ասաց Տաթևիկին. «Ում համար է դա պետք, ինչու են վերցնում իմ դեղերը»։ Տաթևիկը փորձեց համոզել մայրին, գուցե դու ինքդ մոռացել ես որտեղ դրեցիր։ Բայց Օֆելիան զգում էր, մեկը մտնում է նրա սենյակ, երբ նա քնած է, եւ խլում նրանից անհրաժեշտը։ Ո՞վ էր այդ մարդը։ Կարող էր լինել բուժքույրը, կարող էր լինել ինքը Գոհարը, ով ներս էր գալիս բանալիով, ներկայանալով որպես հոգատարություն։ Մայիսին բուժքույր Սյուզանը, որը 10 տարի շարունակ եղել էր Օֆելիայի անփոխարինելի օգնականը, առանց նախազգուշացման հեռացվեց։ Գոհարը ասաց Օֆելիային. «Մենք կտանք ավելի լավ մասնագետ»։ Նոր բուժքույրը, անունով Մարիամ, երիտասարդ կին, 23 տարեկան, ով հազիվ էր խոսում հայերեն եւ ամբողջ ժամանակ նայում էր հեռախոսին։ Օֆելիան մի օր հարցրեց նրան. «Դուք իսկապես բուժքույր եք»։ Մարիամը ժպտաց անորոշ եւ ասաց. «Այո, իհարկե, ինձ ուղարկեցին ձեզ օգնելու»։ Բայց Օֆելիան նկատեց, երբ նրան անհրաժեշտ էր ներարկում, Մարիամի ձեռքերը դողում էին եւ ասեղը մի քանի անգամ էր սայթաքում, նախքան նպատակին հասնելը։ Հեռացված Սյուզանը զանգահարեց Տաթևիկին 2013 թվականի հունվարին։ Նա ասաց սարսափած ձայնով. «Տաթևիկ, ես պետք է ձեզ ասեմ ճշմարտությունը։ Ձեր մայրը վտանգի մեջ է»։ Տաթևիկը հարցրեց. «Ինչ վտանգ»։ Սյուզանը շարունակեց. «Գոհար Մարտիրոսյանը ստիպում է ինձ տալ ձեր մոր այնպիսի դեղեր, որոնք բժիշկը չի նշանակել։ Ես երբեմն տեսնում եմ, որ դեղաթղթերը կեղծ են, բայց եթե ես հրաժարվեմ, նա սպառնում է ինձ հեռացնել եւ ոչնչացնել իմ անունը»։ Տաթևիկը սառեց։ Նա ասաց. «Ինչու դուք շարունակեցիք աշխատել, եթե գիտեիք»։ Սյուզանը նլացավ. «Որովհետև ես վախեցած եմ, ես աղքատ մայր եմ 2 երեխայով, ես չէի կարող կորցնել աշխատանքը, բայց հիմա ես չեմ կարող այլևս լռել»։ Երբ Օֆելիան մեռնում է իմ աչքերի առջև։ Տաթևիկը հաջորդ օրը վերադարձավ Հայաստան եւ բախվեց Գոհարի հետ մոր տանը։ Նա ասաց բարդ ձայնով. «Ինչու դուք փոխել եք բուժքույրին առանց ինձ տեղեկացնելու»։ Գոհարը պատասխանեց հանգիստ. «Սյուզանը հին էր եւ անարդյունավետ, մենք ավելի լավ մասնագետ կտանք»։ Տաթևիկը ասաց. «Ես ուզում եմ տեսնել մոր բոլոր դեղերը եւ բժշկական ախտորոշումները»։ Գոհարը սառեց մի վայրկյան, ապա ժպտաց կեղծ. «Իհարկե, թանկագինս, ամեն ինչ թափանցիկ է»։ Բայց երբ Տաթևիկը փորձեց նայել ֆայլերին, Գոհարը ասաց, որ դրանք պահպանվում են այլ վայրում եւ հետաձգեց պատասխանը շաբաթներով։ Օֆելիայի իրական ախտորոշումը թաքցվել էր նույնիսկ ընտանիքից։ Հետաքննության ընթացքում մենք հասանք բժշկին, ով աշխատում էր այն հիվանդանոցում, ուր Օֆելիան տեղափոխվեց 2014 թվականին։ Նա ասաց մեզ շատ կարևոր մի բան. բժիշկը, անունով Սամվել, հիմա ապրում է այլ քաղաքում եւ դադարել է պրակտիկան։ Նա խոսեց հանդարտ, բայց ամեն բառը խորը ցավով էր լի։ Նա ասաց. Օֆելիայի սիրտը խիստ տկարացած էր, բայց նաեւ նրա լյարդը գրեթե ֆունկցիոնալ չէր։ Ես գրեցի անմիջապես զեկույց, որտեղ պնդեցի. այս կինը չպետք է աշխատի,
Նա պետք է լիակատար հանգիստ եւ շարունակական բժշկական վրվերահսկողություն։ Բայց երբ ես ներկայացրեցի այդ զեկույցը կառավարչությանը, ինձ կկանչեցին վարչական սենյակ եւ ասացին. այս զեկույցը չափազանց խիստ է։ Մենք պետք է փոխենք ձևակերպումները։ Ես հրաժարվեցի փոխել։ Հաջորդ օրը ինձ տեղափոխեցին մեկ այլ բաժին։ Ով էր պահանջել, որ ախտորոշումը փոխվի։ Սամվելը չասաց անունն էր բարձրաձայն, բայց նա մատնանշեց մի փաստաթուղթ, որտեղ գրված էր. հարցումը եկել է վերևից։ Այդ երկու բառերը վերևից նշանակում էին, որ ոչ թե հիվանդանոցի տնօրենությունն էր միջամտել, այլ ինչ-որ մեկը ավելի ուժեղ, կարող էր լինել պետական մարմին, կարող էր լինել մարդ, որը ուներ մեծ ազդեցություն եւ մեծ շահ պահել Օֆելիային բեմում։ Մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ հիվանդանոցի կառավարչական խորհրդի կազմում կային անձիկ, ովքեր ուղղակիորեն կապված էին Օֆելիայի մենեջմենթի թիմի հետ։ Համընկնումներ, թե համակարգված սխեմա, դա մնում է բաց հարց։ 2015 թվականին Օֆելիան գաղտնի հանդիպում ունեցավ մի հին ընկերոջ հետ, անունով Նարինե, կինը, ով երաժիշտ էր եւ աշխատել է Օֆելիայի հետ տասնամյակներ առաջ։ Նրանք հանդիպեցին փոքրիկ եկեղեցում, Լեռան լանջին, որտեղ ոչ ոք չէր կարող նկատել նրանց։ Օֆելիան նստեց Նարինեի կողքին եւ սկսեց խոսել շշուկով։ Նա ասաց. «Նարինե, ես չգիտեմ, թե որքան ժամանակ ինձ մնաց, բայց ես պետք է ասեմ մեկին. ինձ թույն են տալիս»։ Նարինեն զարմացավ. «Ինչ նկատի ունես»։ Օֆելիան շարունակեց. «Իմ դեղերը փոխվում են անընդհատ։ Երբեմն ես վերցնում եմ դեղ եւ կես ժամ հետո զգում եմ անսովոր ցավ, ինչ-որ խորը, ինչպես մարմինս հրաժարվում է աշխատել»։ Նարինեն ասաց խիստ. «Դու պետք է գնաս ոստիկանություն»։ Օֆելիան ծիծաղեց դառնորեն. «Ոստիկանությունը պաշտպանելու է ինձ, երբ բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ ես համաձայն եմ ամեն բանի հետ, երբ իմ ստորագրությունը կա բոլոր գործարքներին»։ Նարինեն սկսեց լալ. «Ապա դու ինչ ես անելու»։ Օֆելիան նայեց դեպի լեռները եւ ասաց. «Ես սպասում եմ վերջին, եւ ես հույս ունեմ, որ մի օր ինչ-որ մեկը կբացահայտի ճշմարտությունը»։ Նարինեն այժմ ապրում է Կանադայում։ Երբ մենք գտանք նրան եւ խոսեցինք, նա մեզ պատմեց, որ Օֆելիան ասել է նաեւ մեկ այլ բան այդ հանդիպման ժամանակ։ Նա ասել է. «Եթե ես մահանամ, խնդրում եմ գնա Տաթևիկի մոտ եւ ասա նրան, որ ես սիրում եի նրան ավելի քան կյանքը, եւ որ ամեն ինչ, ինչ ես արեցի կամ չարեցի, եղավ նրան պաշտպանելու համար»։ Նարինեն խոստացավ, բայց երբ Օֆելիան մահացավ 2016 թվականին, Նարինեն չկարողացավ վերադառնալ Հայաստան։ Նրա վիզան խափանվեց փաստաթղթերի խնդիրների պատճառով։ Նա փորձեց զանգահարել Տաթևիկին, բայց համարը փոխված էր։ Նա փորձեց գրել, բայց նամակները մնացին անպատասխան։ Նարինեն մտածում է, որ Գոհարը կտրել է բոլոր ճանապարհները Օֆելիայի անցյալի մարդկանց հետ։ 2015 թվականի հուլիսին Օֆելիայի տունը մտավ մի տղամարդ, ներկայանալով որպես էլեկտրիկ։ Նա ասաց, որ պետք է ստուգել լարերը, հարևանները բողոքել են անսարքության մասին։ Օֆելիան, որը մենակ էր տանը, թույլ տվեց նրան մտնել։ Տղամարդը աշխատեց մոտ 2 ժամ, տարբեր սենյակներում։ Երբ նա հեռացավ, Օֆելիան նկատեց, որ նրա անձնական վավերագրերը, որոնք պահպանվում էին փակ դարակում, անկարգ էին։ Նա համոզված էր, որ դարակը ինքը ճիշտ էր դասավորել առավոտյան։ Երբ նա զանգահարեց էլեկտրական ընկերությանը, օպերատորը ասաց, որ նրանք այդ օրը ոչ մի աշխատող չեն ուղարկել այդ հասցեին։ Ո՞վ էր այդ տղամարդը եւ ինչ էր փնտրում Օֆելիայի տանը։ Մեկ հարևան ասաց մեզ, որ տեսել է այդ տղամարդու հեռանում փոքրիկ տուփով ձեռքին։ Տուփը նման էր 5 աշվե դրամապանակի։ Օֆելիան երբեք չիմացավ ինչ էր այդ տուփում, բայց մենք կասկածում ենք, որ դա կարող էին լինել հին նամակներ կամ հիշատակարաններ, որոնք Օֆելիան պահում էր որպես ապացույց իր կյանքի մասին։ Օգոստոսին Տաթևիկը փորձեց տեղափոխել մորը մեկ այլ տուն, անվտանգ վայր, որտեղ Գոհարը չէր կարող մտնել առանց թույլտվության։ Նա գտավ փոքր բնակարան քաղաքի հարավային հատվածում եւ սկսեց պատրաստել տեղափոխությունը։ Բայց երբ նա ասաց Գոհարին իր պլանի մասին, Գոհարը ժպտաց սառը եւ ասաց. «Տաթևիկ, քո մայրը չի կարող տեղափոխվել։ Նա բժշկական վերահսկողության տակ է եւ բնակության փոփոխությունը կվնասի նրա առողջությանը»։ Տաթևիկը պնդեց. «Ես կվարձեմ մասնավոր բուժքույր եւ մենք կհոգանք նրան ավելի լավ»։ Գոհարը մերժեց. «Ցավում եմ, բայց պայմանագրի հիման վրա, որը Օֆելիան ստորագրել է, նրա բնակության վայրը պետք է համաձայնեցվի մենեջերի հետ»։ Տաթևիկը չհավատաց. «Ինչ պայմանագիր, ցույց տուր ինձ»։ Գոհարը բերեց փաստաթուղթ 13 էջանոց, որտեղ մի կետում գրված էր. «Արտիստը պարտավոր է հայտնել մենեջերին իր բնակության վայրի փոփոխության մասին 30 օր առաջ»։
Եվ մենեջերն իրավունք ունի մերժել այդ փոփոխությունը բժշկական պատճառաբանությամբ։ Տաթևիկը կործանվեց։ Նա հասկացավ, իր մայրը բանտարկյալ է իր սեփական ստորագրությունից։ 2015 թվականի դեկտեմբերին Օֆելիան փորձեց վերջին անգամ դիմել արդարադատությանը։ Նա զանգահարեց փաստաբան, որը նախկինում աշխատել էր մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Փաստաբանը, անունով Հրանտ, ընդունեց նրան իր գրասենյակում։ Օֆելիան բերեց ամբողջ թղթերը, պայմանագրերը, բանկային հաշվետվությունները, որոնք նա կարողացել էր պահել։ Հրանտը նայեց փաստաթղթերին 3 ժամ շարունակ։ Ապա նա նայեց Օֆելիային եւ ասաց. «Օֆելիա, ես լսել եմ ձեր պատմությունը բազմիցս, եւ ես հարգում եմ ձեր արվեստը։ Բայց ես պետք է ասեմ ճշմարտությունը. այս գործը գրեթե անհնար է հաղթել»։ Օֆելիան հարցրեց. «Ինչու»։ Հրանտը բացատրեց. «Որովհետև ձեր ստորագրությունը բոլոր փաստաթղթերում։ Դատարանը կասի դուք ընթերցել եք եւ համաձայնվել եք։ Դուք պետք է ապացուցեք, որ ձեզ ստիպել են ստորագրել կամ որ ձեզ խաբել են։ Բայց ինչպես ապացուցել այդ, երբ ձեր մենեջերը ունի բոլոր փաստաթղթերը, բոլոր վկաները եւ ամեն ինչը պատրաստված է ցույց տալու, որ դուք ազատ կամքով գործել եք»։ Օֆելիան լացավ։ Նա ասաց. «Ուրեմն ես ոչինչ չեմ կարող անել»։ Հրանտը հանգիստ ձայնով պատասխանեց. «Կարող եք փորձել, բայց դա տևելու է տարիներ։ Կխլվեն հսկայական գումարներ իրավաբանական ծախսերի համար։ Եվ դատարանը կարող է ձեզ դեմ որոշել։ Իսկ Գոհարը եւ նրա թիմը ունեն լավագույն իրավաբանների ուժ։ Նրանք կքանդեն ձեր յուրաքանչյուր փաստարկը»։ Օֆելիան կանգնեց եւ հեռացավ Հրանտի գրասենյակից առանց բառի։ Նա գիտեր, պայքարը կորած էր նախքան սկսելը։ 2016 թվականի հունվարին Օֆելիայի առողջությունը կտրուկ վատացավ։ Նա սկսեց կորցնել գիտակցությունը պատահական պահերին։ Բուժքույր Մարիամը հաղորդեց Գոհարին, բայց Գոհարը հրաման տվեց. «Մի տեղափոխեք հիվանդանոց, բուժեք տանը, ես չեմ ուզում նրա գրողների ուշադրությունը»։ Մարիամը փորձեց բացատրել, բայց նա կարիք ունի լուրջ բուժուժման, ես չեմ կարող տալ այն, ինչ անհրաժեշտ է։ Գոհարը կտրուկ պատասխանեց. «Անեք ինչ կարող եք, մնացածը իմ պատասխանատվությունն է»։ Փետրվարին Օֆելիան փորձեց գրել նամակ Տաթևիկին։ Նա նստեց իր սենյակում եւ սկսեց գրել դողացող ձեռքով։ Թուղթը լի էր անկարգ տառերով։ «Իմ սիրելի Տաթևիկ, ես գիտեմ, որ դու չես հասկանում, թե ինչու ես արեցի այն ամենը, ինչ արեցի։ Բայց խնդրում եմ հավատա, ամեն մի ընտրություն էր նրան պաշտպանելու համար»։ Օֆելիան չավարտեց նամակը։ Մարիամը մտավ սենյակ եւ ասաց. «Օֆելիա, ժամանակը դեղերի է»։ Օֆելիան թաքցրեց նամակը բարձի տակ։ Երբ նա վերցրեց դեղը, նա զգաց ուժեղ քնածություն եւ փակեց աչքերը։ Երբ նա արթնացավ, նամակը անհետացել էր։ Նա երբեք չիմացավ, ով վերցրեց այն։ Մարտին Տաթևիկը ստիպված եղավ վերադառնալ իր աշխատանքին արտերկրում։ Նա չէր կարող լքել աշխատանքը ավելի երկար, ֆինանսական պատճառներով։ Նա մեկնեց համոզելով ինքն իրեն, որ Գոհարը պահպանելու է մոր առողջությունը, բայց նրա սրտում ապրում էր խորը տագնապ։ Օֆելիան շարժեց ձեռքը հրաժեշտի նշան, երբ Տաթևիկը հեռանում էր տնից։ Այդ օրը Օֆելիան գիտեր, սա վերջին անգամն է, որ տեսնում է իր դստերը։ Ապրիլին Գոհարը բերեց փաստաթուղթ Օֆելիային եւ ասաց. «Մենք պետք է ստորագրենք վերջին թարմացումը հերինակային իրավունքների համար»։ Օֆելիան նայեց թղթին, բայց իր աչքերը արդեն չէին տեսնում հստակ։ Գոհարը ասաց. «Դա պարզապես տեխնիկական ձևակերպում է, ոչինչ կարևոր»։ Օֆելիան վերցրեց գրիչը, բայց ձեռքը դողում էր այնպես, որ գրիչը ընկավ սեղանին։ Գոհարը վերցրեց Օֆելիայի ձեռքը եւ ղեկավարեց այն դեպի ստորագրության տեղը։ Օֆելիան զգաց, որ մեկ այլ մարդու ուժը տանում է նրա ձեռքը, եւ նա չէր կարող դիմադրել։ Ստորագրությունը դրվեց։ Գոհարը ժպտաց եւ դուրս եկավ։ Մայիսին Օֆելիան այլևս չէր կարող կանգնել առանց օգնության։ Նրա մարմինը լրիվ թուլացել էր։ Բուժքույր Մարիամը զանգահարեց շտապօգնություն, բայց Գոհարը միջամտեց եւ չեղարկեց կանչը։ Նա ասաց Մարիամին. «Օֆելիան պարզապես հոգնած է, նա կհանգստանա եւ կլավանա»։ Մարիամը չհամարձակվեց հակադարձել։ Հունիսի 10-ին երեկոյան Օֆելիան հանկարծ բացեց աչքերը եւ խոսեց կիսաբարձր ձայնով. «Մարիամ, ես ուզում եմ տեսնել Տաթևիկին, հեռախոսը տվեք»։ Մարիամը ասաց. «Հիմա ուշ է, վաղը կզանգահարենք»։ Օֆելիան սկսեց լալ. «Խնդրում եմ, հիմա»։ Մարիամը զանգահարեց Գոհարին եւ հարցրեց. «Ինչ անեմ»։ Գոհարը պատասխանեց. «Մի տվեք հեռախոսը, նա շատ հուզված է, դա վնասում է նրա սրտին»։ Մարիամը ասաց Օֆելիային. «Ես կզանգահարեմ Տաթևիկին ինքս եւ կասեմ, որ դուք ուզում եք խոսել»։ Նա կզանգահարի վաղը։ Օֆելիան փակեց աչքերը եւ անձայն արցունքներ թափեց։ Հունիսի 13-ին առավոտյան Մարիամը մտավ Օֆելիայի սենյակ եւ գտավ նրան անշարժ։
Նա ստուգեց զարկը, ոչինչ։ Նա զանգահարեց շտապ օգնություն։ Այս անգամ Գոհարը չկարողացավ չեղարկել։ Շտապ օգնության բժիշկները եկան եւ հայտարարեցին մահը, սրտի կանգ, առավոտյան վաղ ժամերին։ Բայց հետագայում տարածված լուրերի համաձայն շտապ օգնության բժիշկներից մեկը ենթադրաբար նկատել էր անսովոր հետքեր Օֆելիայի մարմնի վրա, կապտագույն բծեր ձեռքերի ներսի կողմում։ Այդ հետքերը սովորաբար չեն հայտնվում բնական մահից։ Ըստ խոսքերի հիբժիշկը փորձել էր բարձրացնել այդ հարցը, բայց նրան խստորեն արգելել են հետագա հետաքննությունը։ Պաշտոնական զեկույցում այդ մասին ոչինչ չի նշվել։ Երբ Տաթևիկը վերադարձավ Հայաստան, նա գտավ իր մոր արդեն թաղված։ Գոհարը ասաց. «Մենք չէինք կարող սպասել քեզ, եղանակը շատ տաք էր։ Մենք պարտավոր էինք արագացնել թաղումը»։ Տաթևիկը պահանջեց տեսնել մոր բժշկական թուղթը։ Գոհարը տվեց նրան մեկ էջ, որտեղ գրված էր «Մահվան պատճառ՝ սրտի անբավարարություն»։ Տաթևիկը հարցրեց. «Որտեղ են մնացած փաստաթղթերը»։ Գոհարը պատասխանեց. «Սա միակ պաշտոնական փաստաթուղթն է։ Մնացածը բժշկական գաղտնիություն է եւ չի տրվում առանց դատարանի որոշման»։ Տաթևիկը հասկացավ։ Նա կորցրեց ոչ միայն մորը, այլև ճշմարտության վերջին հրճին հնարավորությունը։ Ո՞վ էր Օֆելիայի սենյակում վերջին գիշերը։ Ինչ էր պարունակում այն դեղերը, որ նա վերցրեց վերջին շաբաթներին։ Ինչու Գոհարը արգելեց շտապ օգնությունը 2 անգամ, նախքան վերջին օրը։ Ինչու թաղումը արագացվեց, մինչ Տաթևիկը կարողանա վերադառնալ։ Այս հարցերը մնում են անպատասխան, թաղված հողի տակ եւ փակ պահարաններում։ Բայց գաղտնիքներն ապրում են ավելի երկար, քան մարդիկ, եւ ժամանակը միշտ բերում է ճշմարտությունը դեպի լույս։ Օֆելիայի վերջին տարիները անցան ոչ թե արվեստի փայլի մեջ, այլ մութ սենյակներում, որտեղ նա չէր կարող շնչել առանց թույլտվության, չէր կարող սիրել առանց վախի, չէր կարող մահանալ առանց հսկողության։ Եվ մենք, ովքեր ծափահարել ենք նրա երգերը, ծախսել ենք մեր գումարները նրա սկավառակների վրա, ժպտել ենք նրա լուսանկարներին, երբեք չգիտեինք, որ յուրաքանչյուր ժպիտի ետևում էր վիշտ, յուրաքանչյուր երգի մեջ էր աղաղակ, որը ոչ ոք չէր լսում։ Այժմ, երբ գաղտնի փաստաթղթերը բացված են, երբ վկաները սկսել են խոսել, մենք պարտավոր ենք հարցնել. քանի Օֆելյաներ կան դեռ այսօր, ովքեր դողում են իրենց ստորագրությունների ներքո։ Քանի արտիստներ կարծում են, որ նրանց կյանքն իրենցն է, բայց իրականում ապրում են բանտում, կառուցված պայմանագրերից եւ խոսքերից, որոնք երբեք չերից, որոնք երբեք չեն կարդացել ուշադիր։ Օֆելիայի պատմությունը վերջացավ 2016 թվականի հունիսին, բայց նրա հարցերը շարունակում են արթնացնել գիշերները բոլոր նրանց, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Եվ մենք, ովքեր սիրում էինք նրա ձայնը, հիմա պարտավոր ենք հավատալ, որ մի օր այդ ձայնը կհնչի նորից, այլևս ոչ թե բեմից, այլ դատարանից, որտեղ ապացույցները կխոսեն ավելի բարձր, քան ցանկացած երգ։ 2016 թվականի հուլիսին, 30 օր Օֆելիայի մահից հետո, անծանոթ կինը նստեց իր փոքր բնակարանում եւ դողացող ձեռքերով բացեց հին տուփը, պահված 40 տարի շարունակ։ Այդ կինը երբեմն աշխատել էր Օֆելիայի հագուստների խանութում 2000-րդ թվականներին։ Նա տեսել էր ամեն ինչը, որքան անգամ Օֆելյան փորձում էր գնել զգեստ իր դստեր համար, եւ Գոհարը հրաժարում էր վճարել էր։ Որքան անգամ Օֆելյան մտնում էր խանութ, հույս ունենալով գնել մի բան իր անձնական գումարներից, բայց բացահայտում էր, որ նրա անունով բանկային քարտը արգելափակված է։ Կինը պահել էր մի փոքրիկ նշագիրք, որտեղ գրել էր ամեն մի այդպիսի դեպքը։ Հիմա նա պատրաստ էր խոսել։ Նա զանգահարեց թերթի խմբագրին եւ ասաց դողացող ձայնով. «Ես ունեմ ապացույցներ, որ Օֆելյան գերի էր իր սեփական կյանքում»։ Խմբագիրը հարցրեց. «Ինչպիսի ապացույցներ»։ Կինը պատասխանեց. «Ես տեսել եմ թղթեր, որոնք Գոհար Մարտիրոսյանը ստորագրում էր Օֆելիայի անունից, երբ Օֆելյան նույնիսկ չէր լսել այդ գործարքների մասին։ Ես տեսել եմ, թե ինչպես նրանք խլում էին նրա փողը, իսկ Օֆելյան մտնում էր խանութ եւ լացում էր, որ չունի նույնիսկ 5000 դրամ գնելու համար դստեր ծննդյան օրվա նվեր։ Մենք հանդիպեցինք այդ կնոջ հետ, անունով Սիրանույշ, եւ նա ցույց տվեց իր հին նշագիրքը։ Յուրաքանչյուր էջում ամսաթիվներ եւ հակիրճ նկարագրություններ։ 1999, մարտի 11։ Օֆելյան եկավ խանութ, ուզում էր գնել կոշիկ Տաթևիկի համար, բայց քարտը մերժեց։ Նա ասաց. «Բայց ես երեք աշխատեցի մեծ համերգ, որտեղ է փողը»։ 2002-ի օգոստոսի 23։ Օֆելյան փորձեց վճարել իր դեղերի համար, բայց հաշիվը դատարկ էր։ Գոհարը տվեց նրան 2000 դրամ կանխիկ եւ ասաց. «Սա բավական է այս շաբաթվա համար»։ 2012-ի նոյեմբերի 4։ Օֆելյան նստած էր խանութի անկյունում եւ լաց էր լինում,
ասում էր. «Ես վաստակել եմ միլիոններ, բայց չեմ կարող գնել մի պարզ շապիկ»։ Սիրանույշը շարունակեց. «Ես երբեք չմոռանալու եմ մի օրը, 2015-ի մայիսը, երբ Օֆելյան մտավ խանութ առավոտյան ժամը 9։ Նա նայում էր շուրջը եւ հանկարծ նկատեց մի թղթի կտոր, ընկած հատակին։ Նա կենտրոնացավ այդ թղթի վրա, գրկեց այն եւ կարդաց։ Ես տեսա, թե ինչպես նրա դեմքը սպիտակեցավ։ Նա դողաց եւ թույլ տվեց թղթին ընկնել։ Ես վերցրեցի այդ թուղթը հետո, երբ Օֆելյան հեռացավ։ Այնտեղ գրված էր դրամական գումար՝ 7 միլիոն դրամ, փոխանցված Կիպրոսյան հաշվին հունիսի 1-ին։ Ներքևում հակիրճ նշում Օֆելիայի վերջին ալբոմի եկամուտ։ Օֆելյան երբեք չէր տեսել այդ 7 միլիոնը։ Մենք ստուգեցինք այդ փաստաթուղթը Սիրանույշի արխիվում։ Այն իսկապես գոյություն ունի, մի հին ֆաքսի կրկնօրինակ, որը հավանաբար թափվել է Գոհարի պայուսակից։ Մենք համեմատեցինք այդ փոխանցման թվականը բանսկային փաստաթղթերի հետ, որոնք մենք ստացանք անօրինական աղբյուրներից։ Թվականներն ամբողջությամբ համընկնում են։ 7 միլիոն դրամը փոխանցվել է հունիսի 1-ին Սեբե Հոլդինգս ընկերությանը Կիպրոս։ Օֆելյան այդ մասին երբեք չիմացավ։ Նա մահացավ կարծելով, որ վերջին ալբոմը ձախողում էր եւ փող չէր բերել։ 2016 թվականի սեպտեմբերին Տաթևիկը որոշեց հետաքննել մոր մահը անկախ եղանակով։ Նա վարձեց մասնավոր հետաքննիչ, անունով Արման, ով երբեմն աշխատել էր ոստիկանության մեջ եւ հիմա ունեց իր գրասենյակը։ Արմանը սկսեց հավաքել վկաներ։ Նա գտավ 5 մարդու, ովքեր տարբեր ժամանակներում աշխատել էին Օֆելիայի հետ եւ տեսել էին տարօրինակ բաներ։ Մեկը նրանցից անունով Վարդան, երաժիշտ, ով նվագել էր Օֆելիայի վերջին համերգներում, պատմեց աննորմալ դեպքի մասին։ Վարդանը ասաց. 2015-ի դեկտեմբերին մենք ունեինք համերգ Գյումրիում։ Օֆելյան բեմ բարձրացավ եւ սկսեց երգել, բայց երկրորդ երգի կեսին նա կանգ առավ եւ պարզապես կանգնեց լուռ, նայելով դատարկ հորիզոնին։ Մենք շարունակեցինք նվագել հուսալով, որ նա կվերադառնա, բայց նա մնաց անշարժ մոտ 30 վայրկյան։ Հանդիսատեսը սկսեց անհանգստանալ, ապա հանկարծ Օֆելյան շրջվեց եւ աղաղակեց դեպի կուլիսները. «Ինչու դուք ստիպում եք ինձ երգել, երբ ես մեռնում եմ»։ Բոլորը սառեցին։ Գոհարը վազեց բեմ եւ բռնեց Օֆելիայի ձեռքը, քաշեց նրան դեպի կուլիսներ։ Հանդիսատեսին ասացին. «Տեխնիկական խափանում, 5 րոպե ընդմիջում»։ Բայց ես լսեցի Գոհարի ձայնը կուլիսներում, նա բղավում էր Օֆելիայի վրա։ «Դու պետք է վերահսկես ինքդ քեզ, մենք ունենք պայմանագիր, եթե դու փչացնես այս համերգը, մենք կորցնելու ենք 10 միլիոն»։ Օֆելյան պատասխանեց տհաճ ձայնով. «Ինձ ամեն ինչ ցավում է, ես չեմ կարող շարունակել»։ Գոհարը ասաց սառը. «Դու պետք է, կամ ես կհայտարարեմ, որ դու թմրամոլ ես եւ քանդում ես քո սեփական կարիերան»։ Վարդանը շարունակեց. Օֆելյան վերադարձավ բեմ 10 րոպե հետո։ Նրա աչքերը կարմիր էին, հավանաբար լացից։ Նա ավարտեց համերգը, բայց յուրաքանչյուր երգի ընթացքում ես տեսնում էի, թե ինչպես նրա մարմինը թուլանում է։ Համերգից հետո նա ընկավ հատակին կուլիսներում։ Շտապ օգնությունը չկանչվեց։ Գոհարը տեղափոխեց նրան ավտոմեքենա եւ տարավ տուն։ Մենք երբեք չիմացանք ինչ եղավ հետո այդ գիշերը։ Արմանը փորձեց գտնել այդ համերգի տեսագրությունը, բայց պաշտոնական տեսագրությունը անհետացել էր։ Համերգի կազմակերպիչները ասացին, տեխնիկական խափանման պատճառով տեսագրությունը չի պահպանվել։ Սակայն Արմանը գտավ մի հանդիսատեսի, ով նկարել էր իր հեռախոսով համերգի մի մասը։ Այդ տեսանյութում հստակ երևում էր, ինչպես Օֆելյան կանգնում է լուռ եւ նայում անորոշ հեռավորությանը, իսկ հետո աղաղակում է մի բան անհասկանալի։ Ձայնի որակը վատն էր, բայց շատ ուշադիր լսելիս կարելի էր լսել բառերը. «Թույլ տվեք ինձ մեռնել խաղաղությամբ»։ Տաթևիկը տեսավ այդ տեսանյութը եւ կործանվեց։ Նա հասկացավ, վերջին տարիներին մայրը աղաչում էր ազատության, բայց ոչ ոք չլսեց։ 2017 թվականի հունվարին մի խումբ իրավաբանների, ովքեր մասնագիտանում էին արտիստների իրավունքների պաշտպանության վրա, համաձայնվեցին ուսումնասիրել Օֆելիայի գործը։ Անվճար։ Դրանք ուսումնասիրեցին բոլոր մատչելի փաստաթղթերը եւ եկան եզրակացության, որ Օֆելիայի պայմանագրերը խախտում էին մարդու հիմնական իրավունքները։ Նրանք պատրաստեցին իրավական հայց Գոհար Մարտիրոսյանի եւ Սերգեյ Բարսեղյանի դեմ, պահանջելով վերադարձնել Տաթևիկին ամբողջ գումարը, որը պատկանում էր Օֆելիայի ժառանգությանը։ Բայց երբ հայցը ներկայացվեց դատարան, Գոհարի իրավաբանները բերեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Օֆելյան ունեցել է հսկայական պարտքեր։ Ըստ նրանց տվյալների, Օֆելյան վարկեր էր վերցրել 15 միլիոն դրամի չափով տարբեր ժամանակներում։ Այդ պարտքերը հիմնավորված էին ստորագրված պայմանագրերով։ Տաթևիկը երբեք չէր լսել այդ վարկերի մասին։ Նա պնդեց, այդ ստորագրությունները կեղծ են։
Բայց փորձագետները հետազոտեցին ստորագրությունները եւ հաստատեցին, դրանք իսկական են։ Ինչպես կարող է ստորագրությունը իսկական լինել, եթե Օֆելյան երբեք չէր վարկ վերցրել։ Պատասխանը սարսափելի է։ Օֆելյան ստորագրել է դատարկ թղթեր։ Մենք գտանք 3 վկա, ովքեր տարբեր ժամանակներում տեսել են, Թե ինչպես Գոհարը տալիս էր Օֆելիային դատարկ թուղթ եւ ասում. «Սա պարզապես ձևական փաստաթուղթ է։ Ստորագրիր հիմա, մենք լրացնելու ենք հետո»։ Օֆելյան վստահելով ստորագրում էր, իսկ Գոհարը լրացնում էր այդ թղթերը ինչպես ցանկանում էր, վարկային պայմանագրեր, իրավունքների հրաժարում, փոխանցումներ։ Դատարանը պահանջեց ապացույցներ, որ Օֆելյան ստիպված էր ստորագրել դատարկ թղթեր, բայց ոչ մի վկա չհամարձակվեց ներկայանալ դատարանում։ Նրանք վախենում էին։ Մեկը նրանցից ասաց մեզանանուն. «Եթե ես վկայեմ դատարանում, Սերգեյ Բարսեղյանը քանդելու է ինձ։ Նա ունի կապեր ամենուր։ Ես կորցնելու եմ աշխատանքս, տունս, ամեն ինչ»։ 2018 թվականի մարտին դատարանը մերժեց Տաթևիկի հայցը։ Պատճառաբանությունը բավարար ապացույցներ չկան, որ Օֆելյան խաբեության կամ ստիպողության ենթարկվել է։ Տաթևիկը կորցրեց ամեն ինչ՝ տունը, փողերը, նույնիսկ մոր անունը։ Գոհարը եւ Սերգեյը շարունակեցին իրենց կյանքը, հարուստ եւ անտեղի, բայց Տաթևիկը չդադարեց։ Նա սկսեց նոր հետաքննություն, խուզարկելով սոցիալական ցանցերում, հին թերթերում, մարդկանց հիշողություններում։ Նա պատրաստեց փաստավավելագրական ֆիլմ, որտեղ ցույց տվեց բոլոր հետքերը, բոլոր վկաները, բոլոր փաստաթղթերը։ Այդ ֆիլմը հրապարակվեց 2019 թվականի հոկտեմբերին։ Այն դիտեցին 100,000 մարդիկ առաջին 3 օրում։ Հանրությունը սկսեց պահանջել արդարություն։ Սակայն Գոհարը եւ Սերգեյը մնացին լուռ։ Նրանք չտվեցին ոչ մի հարցազրույց։ Նրանց իրավաբանները հայտարարեցին բոլոր մեղադրանքները անհիմն են եւ նպատակ ունեն վնասել նրանց անունը։ Նրանք սպառնացին դատական հայտ զրպարտանքի համար։ 2022 թվականի ապրիլին, 6 տարի Օֆելիայի մահից հետո, Սերգեյ Բարսեղյանը մահացավ սրտամկանից, 78 տարեկանում։ Նրա թաղմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, երաժիշտներ, պրոդյուսերներ, պաշտոնյաներ։ Բոլորը խոսում էին նրա մեծ ավանդի մասին հայկական երաժշտության մեջ, բայց ոչ ոք չնշեց Օֆելիային։ Ոչ ոք չհիշեցրեց, թե ինչպես նա ստեղծեց իր հարստությունը մի կնոջ տառապանքի վրա։ Սերգեյի կտակը հրապարակվեց 2 ամիս հետո։ Նրա ողջ ունեցվածքը, գնահատված 35 միլիոն դրամով, բաժանվեց նրա 3 զավակների միջև։ Տաթևիկը փորձեց պահանջել իրավաբանական հետաքննություն, ապացուցելու, որ Սերգեյի ունեցվածքի մեծ մասը գողացված էր Օֆելիայից։ Բայց դատարանը մերժեց նրա պահանջը, նշելով, որ վաղեմություն է լրացել։ Գոհար Մարտիրոսյանը շարունակեց աշխատել որպես մենեջեր։ Նա ներկայացնում է 2 երիտասարդ երգիչներ։ Երբ լրագրողները հարցնում են նրան Օֆելիայի մասին, նա պատասխանում է կարճ. «Օֆելիան հրաշալի արտիստուհի էր, ես պատվով համագործակցեցի նրա հետ, եւ ես ցավում եմ նրա կորուստի համար»։ Ամեն ինչ մենք արեցինք, եղավ իրավաչափ եւ թափանցիկ։ Լրագրողները փորձում են հարցնել մանրամասներ, բայց Գոհարը ավարտում է զրույցը։ Տաթևիկը ապրում է հիմա փոքր բնակարանում Փարիզում։ Նա աշխատում է որպես թարգմանիչ եւ հազիվ վաստակում ապրուստի համար։ Մոր ժառանգությունից նրան ոչինչ չմնաց, բացի հիշողություններից եւ մի փոքր տուփից, որտեղ պահված են Օֆելիայի վերջին նամակները։ Այդ նամակներից մեկում, գրված 2015-ի դեկտեմբերին, Օֆելյան գրել է. «Իմ սիրելի Տաթևիկ, եթե դու երբևէ կարդում ես այս տողերը, իմացիր, որ ես սիրում էի քեզ ավելի քան կյանքը։ Ամեն մի ստորագրություն, որ ես դրեցի, ամեն մի համաձայնություն, որ ես տվեցի, եղավ քեզ պաշտպանելու համար։ Նրանք ինձ ասացին, եթե ես հրաժարվեմ, նրանք կվնասեն քեզ։ Ես վախեցա։ Ես մտածեցի, եթե ես դիմանամ, դու կունենաս ապագա։ Բայց հիմա ես հասկանում եմ, ես սխալվեցի։ Դու պետք է իր ոչ թե գումար, այլ մայր, ով կանգնած է քեզ կողքին։ Ներիր ինձ, իմ թանկագին երեխա։ Ես ապրեցի սխալ կյանքով, եւ դու վճարեցիր գինը։ Այդ նամակը հիմա պահպանվում է արխիվում, որպես վերջին ապացույց մի կնոջ, ով փորձեց սիրել եւ պաշտպանել, բայց որը խաղացվեց համակարգի կողմից, որը ստեղծված էր ոչ թե արտիստներին օգնելու, այլ նրանց շահագործելու համար։ Օֆելիայի պատմությունը ավարտվեց 2016 թվականի հունիսին, բայց նրա հարցերը դեռ ապրում են։ Ինչ եղավ իրականում այն վերջին գիշերը։ Ինչու շտապ օգնությունը չկանչվեց ժամանակին։ Ով էր վերջինը։ Ով տեսավ Օֆելիային կենդանի։ Ինչու թութ հաղումը արագացվեց։
Բժշկական փորձագետները, որոնց մենք խնդրեցինք վերանայել Օֆելիայի մաղան վկայականը, ասացին, որ առողջ մարդու դեպքում սրտի կանգը սովորաբար տեղի է ունենում առավոտյան վաղ ժամերին, երբ մարմինը ամենացածր ակտիվության մեջ է։ Բայց Օֆելիան չէր առողջ մարդ։ Նրա սիրտը տարիներ շարունակ տկարացած էր։ Այնուամենայնիվ, փորձագետները նշեցին մի տարօրինակ մանրամասն։ Մահվան ժամանակը նշված է որպես առավոտյան ժամը 5, բայց շտապ օգնության կանչը եղավ ժամը 6-ին։ Ինչու այդ ժամանոց տարբերությունը։ Ով էր ներկա այդ 1 ժամվա ընթացքում։ Մենք փորձեցինք գտնել բուժքույր Մարիամին, բայց նա անհետացել է։ Նրա հին հասցեում ասացին, նա հեռացավ 2017-ին եւ թողեց միայն դատարկ բնակարան։ Ոչ ոք չգիտի, որտեղ է նա հիմա։ Մենք հրապարակեցինք հայտարարություն, որոնելով նրան, բայց պատասխան չեկավ։ Օֆելիայի պատմությունը միայն մեկ օրինակ է բազմաթիվ նմանների։ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում քանի արտիստներ են ապրում այդպիսի կապանքներում։ Քանի ձայներ են լռեցվում, մինչդեռ շահագործողները հարստանում են նրանց արյունից։ Օֆելիան երգեց 30 տարի։ Նա լցրեց դահլիճները, նա բերեց ուրախություն միլիոնավոր մարդկանց։ Բայց երբ նա մահացավ, նրա բանկային հաշիվը դատարկ էր։ Նրա տունը պատկանում էր այլ մարդկանց։ Նրա երգերը, որոնք նա ստեղծել էր իր սրտով, այլևս չէին նրանը։ Նույնիսկ նրա անունը դարձավ առևտրային ապրանք, որը վաճառվում եւ գնվում է առանց նրա թույլտվության։ Եվ մենք, ովքեր սիրում էինք Օֆելիային, պարտավոր ենք հարցնել ինքներս մեզ. արդյոք մենք մասնակից եղանք այդ համակարգին։ Երբ մենք գնում էինք տոմսեր նրա համերգներին, մենք գումար էինք տալիս նրա գողերին։ Երբ մենք գովում էինք նրա երգերը, մենք չէինք տեսնում արցունքները նրա աչքերում։ Երբ մենք լռում էինք, մենք թույլ էինք տալիս, որ համակարգը շարունակի։ Օֆելիայի ժառանգությունը պետք է լինի ոչ միայն նրա երաժշտությունը, այլև նրա պատմությունն, որպես զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են մտնել այս աշխարհ։ Գեղեցիկ լույսերի եւ ծափահարությունների ետևում կարող է թաքնվել համակարգ, որը պատրաստ է կործանել ցանկացած անձնավորություն, որը չի դիմադրում։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիայի նկատմամբ։ Արդյոք նա զոհ էր իր շրջապատի, թե ինքը մեղավոր է իր ճակատագրի համար, քանի որ ստորագրեց այն պայմանագրերը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան։ Սեղմեք հավանել, եթե ուզում եք ճշմարտությունը։ Եվ բաժանորդագրվեք, որպեսզի չբաց թողնեք մեր հաջորդ հետաքննությունները, որտեղ մենք շարունակելու ենք բացահայտել այն ամենը, ինչը թաքցվում է փայլի ետևում։